Ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով սիրելի քուրիախբարներ մի քանի վարգաններեն պիտի սկսենք մեր ուղի եթեր ծառայությունը պիտի հրավիրենք ձեզ մասնակցելու գանչելու ձեր ընկերները բարեկամները եւ այս մի քանի վարգան հետո կվերակտնենք իրար Պարապանություն աղոթք դիրոջ խոսքը պիտի սերտենք գործ առաքելոցը կշարունակենք սերտելը ուրեմն միացեք կանչեցեք շատերուն անոնք որ գսիրեն դիրոջ խոսքը թող միանան այս ծառայությամբ մի քանի վարգաններեն կվերակտնենք իրար
խորհրդական հավիտենականության հայր սքանչելի խորհրդական հավիտենականության հայր խաղաղության իշխան ով զոր Աստված քո արքայություն չունի սահման բարձր է քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերտերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերտերած Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Փառավորվի երրորդությամբ մեր Աստվածը Հայրը, Որդին, Սուրբ Հոգին, բարի եկաք, սիրելի քույր եղբայրներ, հայրենագիցներ, այս գեղեցիկ ժամերը, որ մենք իրար հետ ունենք Տիրոջ շնորհքով ամեն չորեքշաբթի, տարբեր երկիրներ, տարբեր քաղաքներ կմիանանք Facebook-ով, YouTube-ով, Խոսքեգետ TV-ով եւ նաեւ ողջունենք Լոս Անջելեսի ICF-ի քույր եղբայրները։ Բոլորդ միասին Փառք Տիրոջը, որ դերը մեկ շաբաթ եւս մեզ բահեց, իր խոսքին շուրջ, իր մեջ բահեց մեր մեղքերեն, մեր դկարություններեն, մեր անկանոն վիճակներեն մեզ բռնեց իր ցերկերի մեջ, որբեսի այսօր մեմիավս մեր սրտերուն խոսի, մեր անձերուն խոսի, մեր մտքերուն խոսի եւ Սուրբ Հոգիով մեզ այցելե, որբեսի մենք հավատանք Հիսուս Քրիստոսի իր մեջը լանք, իր խոսքին մեջ եւ իր խոսքը իր մեր մեջ եւ այդպես ապրինք այն կյանքը, որ արժան է ապրելու այս աշխարհի մեջ միջև ինք վերադառնա։ Հալելույա։ Բարի եկաք, կանոնք որ գմիանան մեզ դարբեր դեղեն, Աստված առադաբես օրհն է մեր ամեն մեկս։ Ուրեմն, ինչպես գիտեք, մենք կշարունակենք Գործ առաքելոցի սերտողությունը, բայց անգի առաջ եկեք Սաղմոս 112-ի առաջին մի քանի համարները գարտանք, ինչ գեղեցիկ խոսք է։ 112 Սաղմոս կսե. Ալելույա, երանի այն մարդուն, որ դերոճմեն գվախնա ու անոր բադվիրանքներուն շատ գհավնի։ Անոր սերունդը զորավոր պիտի ելա երկրի վրա եւ ուղիղներունը ցեղը պիտի օրտնվի։ Արադություն եւ հարստություն պիտի ելա անոր տանը մեջ եւ անոր արտարությունը հավիտյան պիտի մնա։ Քիչ բանտին գսե անիգա քեշ լուրեն չի վախնար անոր սիրտը հաստատ է ու դերոջը գհուսա։ Անոր արտարությունը հավիտյան պիտի մնա եւ անոր եղջյուրը, անոր զորությունը փառքով պիտի բարձրանա։ Հալելույա։ Նայեցեք ինչ օրհնություններ կան այդ մարդուն, որ Տիրոջը գհուսան եւ Տիրոջ մեկ վախնան։ Իրենց տանը մեջ, այդ մարդուն տանը մեջ, այդ մարդուն կյանքին մեջ, այդ մարդուն ընթացքին մեջ, այդ մարդուն հոգին մեջ, այդ մարդուն մտքին մեջ, այդ մարդուն աբակայի մեջ օրհնություն կա։ Երբ մարդը Տերոջմեն գվախնա, վախնալը սել է հնազանդիլ Տիրոջը, հարգել, երգյուղը ունենալ, Տիրոջը խոսքը լրջությամբ առնել, Տիրոջը խոսքին մեջ ապրիլ, երանի այն մարդուն, որ այո, որ Տերոջմեն գվախնա
եւ անոր բադվիրանքներուն շատ կհավնի։ Հուսամ դու այդ մարդն ես։ Հուսամ այսօր գորոշես ավելի դիրոջ խոսքը հավնիլ, դիրոջ խոսքը սերդել, դիրոջ խոսքին մեջ մնալ։ Այս է քաղաքնիկը քո կյանքին, քո ընտանիքին, քո զույգին, երբ դիրոջ խոսքով կքայլես եւ ոչ թե քո մտքերով, քո անձական ուղղություններով, չէ, դիրոջ խոսքը։ Երանի այն մարդուն, որ դիրոջ մեկը վախնա եւ անոր բադվիրանքներուն շատ կհավնի։ Անոր տանը մեջ արադություն, առողջություն, օրտնություն, անոր աբական, ներգան եւ ոչ մեկ բանի մեջ վախ պիտի չլա, նույնիսկ կսե քեշնուրեն պիտի չվախնա, այն մարդը իր սիրտը հաստատ է, անշարժ է մեկ խոսքով։ Հաստատուն է, երբ դիրոջ խոսքին վրա հաստատուն կքայլի։ Քաղաքնիկը ունենք սիրելի քուրիախբայրներ։ Քաղաքնիկը գա այսօր այս աշխարհի մեջ հավասարակշռված ապրելու։ Եվ թեր մարդիկ աճ եւ ցախ ուրիշ տեղեր գնային, ուրիշ տեղեն կսպասեն, ուրիշ բաներով կսպաղվին, զարմանալի է։ Քաղաքնիկը գա այստեղ։ Դիրոջ խոսքը սերդե, ապրիր, հանձնվիր, աղոթե, հավատա, յուրացուր, հրճագե։ Եվ այդ խոսքին մեջ դես հրաշքը, Սուրբ Հոգվույն հրաշքը, երբ խոսքը եւ դերը գտնենք մեր կյանքին առաջին տեղը, Սուրբ Հոգվույն հրաշքը գթրսևորվի եւ դու կտեսնես ինչպես եմ գրնամսել զարմանալի բաներ քո կյանքիդ մեջ Աստծո ցերքի օրհնությունները։ Հալելույա։ Օրհնյալ է մեր Տերը։ Թող այսօրվա մեր ուղիերթը քեզ օգնե, որ ավելի սիրես Տիրոջ խոսքը, անոր համար որ մենք կսիրենք ճշմարտության խոսք այս ծառայությունը, կսիրենք Տիրոջ խոսքը սերդել, Տիրոջ խոսքին մեջ մնալ, Տիրոջ խոսքը հասկանալ, յուրացնել եւ փոխանցել, քանի որ այդ խոսքն է, որ մեզ պիտի ազատագրե մեր բոլոր կապվածությունները։ Ամեն։ Ուրեմն այսօր մենք եւս կանք Տիրոջ խոսքին եւ օրհնենք իր սուրբ անունը։ Օրհնյալ է մեր Տերը, որ քեզի եւ ինձի իսկապես կպատրաստե մինչև այն օրը, որ ինք պիտի վերադառնա, սիրելի քուրիախբայր, պիտի վերադառնա մեր Տերը։ Եվ ամեն մեկս իր առջև պիտի լինենք հաշիվ տալու, իր հետ պիտի ըլլանք հավատացյալ կամ ոչ։ Ինչ վիճակի մեջ որ ես, Տիրոջ երեսը պիտի տեսնես, երանի այն մարդուն, որ Տիրոջ օրենքի մեջն է, եւ երբ Տերը պիտի գա, Տիրոջ օրենքով պիտի գտնեզինք եւ իր հետ պիտի դանի, իր եկեղեցին հետ միասին։ Ամեն միջ այդ պատրաստվենք մեր հավատքը, մեր սիրտը, մեր միտքը Տիրոջ խոսքի մեջ տնելու համար իրեն փառք տալու ամեն բանի մեջ։ Եկեք երգենք այս երգը, երբ կսե պիտի հնչե եւ Տերը պիտի գա։
հավիտյան և ես էլ քոն եմ հարաշան, աղցան կամ քեզ մոտ լինել հարամաշան, զապաչույք հարաշվիտ, ինչ որ լինի միշտ իմ բաժին, գոհ եմ միշտ երբ այն խմբին պիտ միանա, գոհ եմ միշտ երբ այն խմբին պիտ, գոհ եմ միշտ երբ այն խմբին պիտ, գոհ եմ միշտ երբ այն խմբին պիտ, գոհ եմ միշտ երբ այն խմբին պիտ միանա, գոհ եմ միշտ երբ այն խմբին պիտ, գոհ եմ միշտ երբ այն խմբին պիտ, գոհ եմ միշտ երբ այն խմբին պիտ, գոհ եմ միշտ երբ այն խմբին պիտ միանա. Փառք մեր Տիրոջը, այո, այդ խմբին պիտի միանանք, այդ խումբը, այդ եկեղեցին է, այդ Տիրոջ ընտանիքն է, այդ Տիրոջ հետևորդներն են, այդ Տիրոջը սիրողներն են, որ երբ Հիսուս պիտի գա, այդ բոլորը իր հետ պիտի ելնեն եւ երանի քեզ ինձ, եթե մենք այդ խումբին մեջ պիտի ըլլանք, այո, ուրեմն հիմա կվնենք, պատրաստվենք, օրտնենք Տիրոջը, սորվենք Տիրոջ խոսքը, որ այդ խումբին մեջ զինք հետևորդներ, իր օրտնությունը փոխանցողներ, օրտնությունը ապրողներ ըլլանք։ Հալելույա։ Փառք մեր Տիրոջը։ Փառք մեր Տիրոջը։ Սիրելի քուրիախպաններ, կորց արաքելոցը հավասիկ կշարունակենք գլուխ հասերենք 18-ը։ Հասերենք գլուխ 18-ը։ Բողոս արաքյալ Գորոնտոսի մեջ է երկրորդ ճամփորդությունը արդեն վերջացնելու վրա է եւ գիտեք Բողոս 4 ճամփորդություններ արավ, այս երկրորդ ճամփորդության վերջավորությունն է եւ այդտեղ կտեսնենք ինչ կպատահի Գորոնտոսի մեջ։ Ուրեմն գիտեք անցյալ շաբաթ տեսանք ինքը աթենքեր, աթենքեն զադվելով ահավասիկ կսե Բողոս Գորոնտոս կնաց, ուր հրյամը կդավ Ագյուղաս անունով, ծնունդով բոնդացի, որ իր բրիսկիղա գնոջ հետ նոր եկեր էին Իտալիայեն։ Գողոտյոս հրամայած էր, որ բոլոր հրյաները հրովմեն հերանան։ Գիտեք, կորց արաքելոցը, Ղուգասը, այսպես երբեմն անուններ գտնե պետական անուններ, որպեսի թվականները մոտավորապես գիտնանք։ Եվ այստեղ շատ պատմական ձևով գրնանք գիտնալ, որ այս Գողոտյոս հրամայածը, որ քրիստոնյաները, հավատացյալները հերանային հրոմեն, մոտավորապես 49-50 թվականներուն է։ Ուրեմն մենք գիտենք այստեղ երբ կպատահի այս պատմությունը 49-50 թվականին։ Ու անոնցկով ուրեմն ինքը գնաց Բողոս գնաց եւ իրենց հետ միացավ։ Վասնզի արհեստով վրանակորձ էր։ Ամեն շաբաթ ուրեմն ժողովարանին մեջ կխոսեր եւ հրյաներն ու հույները կհամոզեր։ Ուրեմն շաբաթվա մեջ միասին կաշխատեին, վրանակորձություն գնային, Բողոսը, Ագյուղաս եւ Պրիսկիղա միասին կաշխատեին եւ շաբաթ օրը գերտային ժողովարան եւ այդտեղ կխոսեր, հույները կփորձեր համոզեր, հրյաները կփորձեր համոզեր, գտեսնեք նպատակը Բողոս արաքյալին ասել, թե իսկապես փրկիչ կա, Հիսուս Քրիստոսն է, հրյաներուն գսե, իսկ հույներուն գսե, փրկիչը, այն ամեն աստվածները ստեղծող Աստվածը, այն Հիսուս Քրիստոսն է, որում մեջ ամեն ինչ է, ամեն բան է եւ ամեն ինչ իր մեջը կա։ Ուրեմն նայած որուն ինչ կխոսի, բայց իր խոսածը կհամոզեր աստվածային օրդությունները փոխանցելու նպատակով։ Հալելույա։ Երբ Շիղան եւ Դիմոթեոսը Մագետոնիային եկան, Բողոսին հոգին երանտով գսե վարվեցավ եւ վկայությունով հրյաները գահամոզեր, թե Հիսուսը Քրիստոսն է, ինչպես ասի, գահամոզեր, թե Հիսուսն է Քրիստոսը։ Անոնք երբ դեմ գեցան ու գհայհոյեին, ինք հանդերձները թոթվելով ըսավ անոնց, ծեր արյունը, ծեր գլուխը, ես անբարդ եմ, ասկե հետո հետանոսներուն բիդի երտա։ Ուրեմն հավասիկ ինչ կպատահի, Բողոս գուկանա հրյաներուն, ըսելով, թե այդ մեսիան որ դուք կսպասեք, ես պատասխան ունիմ, այդ մեսիան որ դուք կսպասեք, այդ մեսիան Հիսուսն է։ Հիսուսն է Քրիստոսը, Հիսուսն է ծեր սպասած մեսիան։ Ինչու կան որ անոնք կսպասեին, գիտեին, 5 դագարանի օրենքներով էին, անորամար է որ Բողոս իրենց կերտա եւ իրենց ճշմարտությունը գսե թե այն մեսիան Քրիստոսն է։ Ամեն, հալելույա։ Ուրեմն երբ անոնք
չուզեցին, երբ անոնք մերժեցին, երբ անոնք հագարագեցան, ինչ կբադայի սիրելիներ, գսե ահավասիկ, ես ծեր արյանը, ծեր գլուխը ես անբարդ եմ։ Մի խոսքով ես իմ բաժինս կատարեցի։ Ես ճշմարտությունը ըսի, ես Աստծո խոսքը փոխանցեցի ցես, ես ցույց տվի աստվածային ճշմարտությունը։ Հիմա դուք կընդունիք, դուք չեք ընդունիք, դուք կհայոյեք, դուք չեք ուզեր, դուք կմերժեք, այս ծեր խնդիրն է, բայց ես ճշմարտությունը փոխանցեցի ցես։ Ահավասիկ նաև ճշմարիտ սիրելի քույր եղբայրներ, ճշմարիտ ավետարանչությունը։ Երբ որ մենք իսկապես ճշմարիտ ավետարանչությունը գբերենք եւ մարդկանց ճշմարտությունը գսենք իրենց արժև գտնենք աստվածային ճշմարտությունը։ Եվ երբ որ իրենց արժև գտնենք աստվածային ճշմարտությունը, մարդը գտնունի կամ չի ընդունիր, այդ արդեն մեր գործը չէ։ Մենք անբարդ ենք։ Միայն կարևոր այդ է, որ արդյոք դու ճշմարիտ ավետարանը կփոխանցես կամ չէ։ Մենք իբր Քրիստոսի հետևորդներ շատ պետք է մենք մեզ քննենք, թե արդյոք մենք ճշմարիտ ավետարանը կփոխանցենք, թե մեր պատմությունները կպատմենք, կամ մեր գարձածները կպատմենք, կամ մեր քիծածները, կամ մեր սովորությունները, կամ մեր եկեղեցական դիսապանությունները։ Կարևոր է, որ մարդկանց շիդակ ավետարանը փոխանցենք, քանի որ շիդակ ավետարանը կփոխանցենք, այդտեղ է սիրելիներ, որ մարդը կընդունի կամ չընդունի։ Քու կորձը կատարեցիր։ Ինչպես Աստված Եզեկիելին գսե, դու տեդ եղիր, ճշմարտությունը ըսե։ Եթե մարդը ընդունեց, իսկ եթե չընդունեց, դու խնդիր չունիս։ Բայց եթե դու չսի ճշմարտությունը, այդ մարդուն հոգին քեզ մե պիտի բանջի։ Շատ խիստ խոսքեր են ասոնք։ Եվ ցեզ գսեմ այս ավետարան գործ առաքելոցը որ կգարտանք, գտեսնենք սիրելիներ, ինչպես ավետարանը փոխանցելու, ավետարանը հասկացնելու, ավետարանը համոզելու ընթացք է այս ամբողջ գործ առաքելոցը։ Բայց հիմա գործված է մեր եկեղեցիներուն մեջ այդ բոլորը կգարտենք մի քանի հոգի ավետարանիչներ են, մենք երթանք միան քարոզ լսենք։ Ամեն ավետարանը հասկացողը կամ աբրողը, ամեն վերստին ծնված փրկված մարդը բարդականություն ունի իր կյանքով, իր խոսքով եւ ճշմարիտ ավետարանը հասկանալով փոխանցել։ Եվ ես կնամ ասել այսօր դժբախտաբար շատ հավատացյալներու մեջ դեր հիմնական ավետարանը չեն գիտեր որ փոխանցեն։ Հասկանաք, ուրեմն որչափ կարևոր է մենք սորվինք, որչափ կարևոր է մենք աշակերտները լանք, որովհետեւ աշակերտներ ընենք։ Որչափ կարևոր է որ մենք շիդակ գսենք, նայեք Պողոս առաքյալ գսե ես ծեր արյունը անբարդ եմ։ Այնքան հստակ էր Պողոսին համար, որ իր փոխանցած ավետարանը ճշմարիտն էր եւ ինք գադարյալ ցևով ներկայացուց։ Մարդիկ չուզեցին ընդունել, քանի որ այդտեղ գսե անոնք հայհոյեցին։ Հանտերցները թոթվելով Պողոս ասավ իմ վրա ես գահանեմ բարդականությունը, ես ըրի ինչ որ պետք է։ Նայեցեք, եթե ուշադրություն գնեք, Պողոս Եդեմնեն չվազեց։ Պողոս չփորձեց այդ մարդկանց համոզել դարիներ։ Ինք ճշմարտությունը ըսավ։ Եվ հետո թողեց, որ ասված իր գործն է։ Որքան կարևոր է մենք երբեմն ժամեր, օրեր, տարիներ կանցնենք մեկ հոգի հետևեն, որ համոզենք։ Սիրելիներ, ճշմարտությունը պիտի ասես։ Մեկ անգամ, 5 անգամ, 10 անգամ խնդիր չէ, պիտի ասես։ Բայց մեր գործը համոզել չէ, Սուրբ Հոգին է համոզողը։ Եվ մեր գործը նաև այդ մարդը չընդունիր, թողենք գնանք ուրիշին, Հիսուսը նույն բանը ասավ։ Ոտքերնի փոշներ թոթվեցեք, կացեք ուրիշ տեղ, ուրիշ քաղաք։ Ուրեմն այստեղ ինչ ասել գուզե Հիսուս եւ Պողոս ինչ էր այստեղ, ցույց տվավ սիրելիներ, որ պետք է գայնի, պետք է գանքնի մեր գոչումը ավետարանը փոխանցելու։ Պետք է մենք ազդվենք եւ գանքնենք մեր ծառայության մեջ, ասելով այս մարդը չընդունիր, այս մարդը չընդունիր։ Շատ անգամ երբ որ գխոսենք այսպես հավատացյալներով եւ վկայության մասին գխոսենք, շատեր գսեն, հա հովիվ, բայց մարդը չընդունիր, ինչ ունենք։ Մարդը չընդունիր, ինչ ունենք։ Հա չընդունիր, գնա ուրիշին։ Գնա ուրիշին։ Ավետարանը մարդ պիտի փրկի ավետարանով։ Ինչպես կրնանք մենք ժամանակ կորցնել մեկ անցով եւ որ գիտեք այդտեղ 10 կամ 100 մարդ կգործվին։ Այդ մարդը չընդունիր, գնա ուրիշին։ Ավետարանը փոխանցե։ Հավասիկ Պողոս մեզի մեմեևս գփաստե Հիսուսի խոսքը, որ իր աշակերտներուն ասավ։ Եվ հիմա գսե ես գերտամ հեթանոսներուն։
երբ որ գսե ասկե հետո հետանոսներուն պիտի երթամ, ասել չէ որ հрьяներուն պիտի չկա, քանի որ հաջորդ գլխում մեջ պիտի տեսնենք որ հрьяներուն շարունակեց երթալը, բայց ասել գուզե որ դուք հիմա գահոյեք ինձ չգտնիր, խնդիր չէ։ Ես չեմ գանքնիր իմ գոչում ես, գշարունակեմ, դուք չգուզեր հрьяն հետանոսներուն երթամ, անոնք անպայման գտնին։ Ուրեմն անգե երթալով մտավ մեգումը դունը, որուն անունը Հուստոս էր, աստվածավախ մարդմներ, որուն դունը ժողովարանին գից էր։ Ուրեմն այստեղ հույն անձնավորություն է, որ աստվածավախ եղած է հրյական օրենքով, ուրեմն եկած է միակ աստվածը ընդունելու, ընդունած է, բայց հրյա չէ։ Անոնց դունը գերտա, ճիշտ ժողովարանին կովը։ Եվ նայեցիք ինչ կպատահի, ժողովրդաբեդը Քրիստոսը իր բոլոր դունովը հավատաց Տիրոջը։ Ուրեմն ժողովարան գերտա, կկարոզ է, շատեր չեն ընդունի, բայց ժողովարանին մեծը, բեդը, գնդունի իր դունովը, գասկնակ սիրելիներ, կորձը դրե, աստված գիտե որում պիտի պրգե, դու կարևորը ճշմարիտ ավետարանը փոխանցե, քո անցդ մի կարոզեր, քո եկեղեցական սովորությունները մի կարոզեր, քո կիծած պատմությունները մի կարոզեր, քո երազները մի պատմեր, ավետարանը սորվիր եւ ավետարանը փոխանցե, ճշմարիտ ավետարանը փոխանցե, առանց վախի, թե պիտի նեղվի աման, եթե այսպես ասեմ, պիտի նեղվի, ուրեմն քիչ այսպես ասեմ, որ չի նեղվի, ոչ։ Մենք կանչված չենք, որ մարդիկ մեզ սիրեն, մենք կանչված ենք ավետարանը շիտակ ցևով փոխանցել։ Նայեցեք այստեղ շատերը գմերժեն, բայց բեդը գնդունի իր ամբողջ ընտանիքով, հալելույա։ Եվ ամբողջ ընտանիքով գսե, հավատաց Տիրոջը, Հիսուս Քրիստոսի։ Գորոնտացիներեն շատերն լսելով հավատացին եւ մգրդվեցան։ Կգրտնեմ հավատացին եւ մգրդվեցան։ Ոչ թե մգրդվեցան հետո հավատացին, հավատացին հետո մգրդվեցան։ Ինչպես անցյալ անգամ տեսանք Փիլիպպեի մեջ, թե ինչպես ամբողջ ընտանիքով հավատացին, ասել ամբողջ ընտանիքը լսեց խոսքը, հասկացավ խոսքը, ընդունեց խոսքը, զղջաց իրենց մեղքերին համար, ներողություն խնդրեցին Աստծուց, Սուրբ Օգին ստացան եւ ապաշխարեցին եւ նվիրվեցան եւ մգրդվեցան։ Կարևոր է ընթացքը, քանի որ եթե հոգեվոր զղջում եւ ներում եւ ապաշխարություն չկա, մգրդությունը իմաստ չունի։ Մգրդությունը ասել է ասկե հետո իմ կյանքս Տիրոջը գնվիրեմ, ասկե հետո Տիրոջ համար կգործեմ, ասկե հետո կյանքս Տիրոջ թագավորությունն է, թող դերը առաջնորդե իմ կյանքս, այս է մգրդությունը։ Բայց անգե առաջ պիտի գիտնաս ինչ է ավետարան, պիտի գիտնաս մեղքը ինչ է, պիտի գիտնաս դուն ով ես, պիտի գիտնաս Հիսուսը ով է, ինչու Հիսուս եւ ոչ թե ուրիշը։ Ավետարանը հստակ պետք է բացատրվի, որ մարդը հասկանա, թե եթե Հիսուսը չընդունիր, ինքը հավիտյանս հավիտենից դժոխք պիտի երթա, եւ պիտի բացատրվի, թե ինչ է դժոխքը, եւ պիտի բացատրվի, թե ինչու դժոխքը, եւ ինչու պրգությունը, եւ ինչպես պրգությունը։ Հալելույա։ Ուրեմն երբ որ մենք շիդանգ ավետարանը կարոզենք, առանց մտածելու թե ով պիտի նեղվի, ով պիտի չնեղվի, սիրով, համեստությամբ, բայց ճշմարտությամբ։ Եվ այդպես առանց մտածելու թե ինչ պիտի լա, Աստված ինքը գիտե պրգվածները։ Ինքը պրգե։ Աստված է պրգողը, երբեք մենք չենք։ Երբեք մեր խոսքերով չենք պրգեր, բայց մեր խոսքերը պետք է ճշմարիտ լա։ Աստված ճշմարտության Աստված է։ Երբ որ ճշմարտությունը շիտակ չի կարոզվի, Աստված այդտեղ գործ չունի։ Սատանան գործ ունի եւ մարդկան ցույց կուտա թե իբր թե բաներ մը գլա, հրաշներ գլա եւ այլն, բայց Աստված չկա այնտեղ։ Աստված կա միայն այնտեղ, երբ ավետարանը ճշմարիտ ցևով կփոխանցվի։ Հալելույա։ Համար 9։ Քիշերը դեսիրքի մեջ դերը ըսա Բողոսին, նայեցեք ինչ կսե։ Մի վախնար հապա խոսե։ Մի վախնար խոսե եւ լուր մի մնար։ Վասնզի ես քեզի հետ եմ եւ մեկը քեզի դեմ բիդի չելլե, քեզի վնաս մը հասնելու համար, քանզի այս քաղաքին մեջ ես շատ ժողովուրդ ունիմ։ Հрьяները գահային, դուրս կնետեն իրեն, ուրիշներ կփրկվին։ Աստված գսե ես քեզի հետ եմ, մի լրեր, մի գանքնիր, խոսիր, ես ժողովուրդ ունիմ այստեղ։ Բողոսը չգիտեր ով է փրկվածը, ով պիտի փրկվի, ինչպես պիտի լա, ոչ ալ դու գիտես, ոչ ալ ես գիտեմ։ Աստված գիտե ով պիտի փրկվի եւ ինչպես պիտի փրկվի։ Մեր կորձը չէ այդ կորձը։ Մեր կորձը լուր չգենալն է։ Ճշմարիտ ավետարանը փոխանցելն է, ինչպես կսեի քիչ առաջ։ Աճ կամ ցախ մի գենար, մի նայիր, քեզի պիտի հալածեն, քեզի պիտի ձեծեն, ինչ որ քիչ հետո պիտի տեսնենք։ Գսե ես քեզի հետ եմ,
Քեզի թե մեկը պիտի չկրնա ելնել գսե, բայց պիտի տեսնեք որ շատ մարդիկ ելան իր թեմը։ Ինչը սել գուզ այստեղ։ Սել գուզ է որ ոչ մեկը պիտի չկարողանե գանկնեցնել քո ծառայությունը։ Ոչ մեկը պիտի չկարողանե գանկնեցնել քո ավետարանչությունը, քո աշակերտությունը։ Այո, պիտի ձեծեն, պիտի հայոյեն, պիտի կարգոծեն, բայց պիտի չգանկնեցնեն։ Հալելույա։ Երբեմն մենք ենք որ կգանկնենք, սիրելիներ, մարդիկ մեզ չեն գանկնեցներ, մենք կհիաստապվենք կգանկնենք, կնեղանանք կգանկնենք, ինչ գիտեմ, քո ուզածիդ պես չլար կգանկնես։ Մարդիկ ավետարանիչին ոչ մեկը չի կրնար գանկնեցնել։ Եթե դու սրտիդ մեջ թողած դիրոջ խոսքը ապրիլ եւ փոխանցել, ոչ մեկը չի կրնար գանկնեցնել քեզ։ Թուն երբեմն կգանկնես, քանի որ կհիաստապվես կամ կհոգնես կամ կփարգանաս կամ կնեղանաս եւ այլն։ Նայեցեք այստեղ։ Թուն մի գանկնիր գսե, խոսի լուրմին մնար։ Հալելույա։ Մեկը քեզ դեմ պիտի չելնի։ Ես քեզ հետ եմ։ Գնա կորձը դրե։ Շատ մարդիկ կան որ այդտեղ պիտի փրկվին։ Շատ մարդիկներ կան որ ես իրենց սրտին պիտի տպնամ։ Սուրբ ոգին իրենց պիտի խոսի։ Դու միայն ճշմարտությունը կարոզ է։ Հալելույա։ Եվ հոն գսե դարիմը ու գեսամիս 6 ամիս ներողություն գեցավ եւ Աստծո խոսքը անոնց կսորվեցներ։ Ահավասիկ այստեղ Գորոնտոսի մեջ 1.5 տարի Բողոս այստեղ գեցավ եւ սորվեցուց ավետարանը բացատրեց, ավետարանը փոխանցեց, չքարոզեց ժողովուրդ։ Քարոզը լավ է, բայց Աստված մեզ չսեր որ քարոզեք, այլ գսե սորվեցուցեք։ Սորվեցուցեք, հետևեցեք, հսկեցեք, առաջնորդեցեք, եթե պետք է հանդիմանեցեք, 1.5 տարի այդտեղ գեցավ եւ գսորվեցներ Գորոնտոսի մեջ։ Հալելույա։ Ինչու՞ կավասված ասավ մի գանքներ։ Շարունակե, խոսիր, նայիր, մարդիկ կան, պիտի փրկվին։ Քեզ հարց պիտի դամ իմ սիրելի քույր եղբայր, որ հիմա կհետևիս։ Ուր որ գաբրիս, որ քաղաքը, որ թաղամասը, որ երկիրը, որ գաբրիս։ Այդտեղ մարդիկ կան, որ պիտի փրկվին։ Գիտեիր, որ այդտեղ որ դու գաս, այդտեղ մարդիկ կան, որ պիտի փրկվին։ Ով պիտի երթա անոնց։ Ով պիտի սորվեցնե։ Ով պիտի վգայե։ Միամ մի գետրոնալ քո դղուտ վրա, քո աղջիկիդ վրա, քո ընտանիքիդ վրա, քո թորնիկիդ վրա։ Միամ մի գետրոնալ քո ընտանիքիդ մեջ։ Եվ այս շատ հավատացյալներ այս մեղքի մեջ են, մեղքի մեջ կքայլեն, քանի որ կսահմանապակեն այդ ավետարանչությունը։ Իմ զավակս, իմ թորնիկս, իմ չէ, դու այդտեղ մեջ ժողովուրդ կա, Բողոս չեր գիտեր ով գար, 1.5 տարվա մեջ Աստված լիքը մարդ տվավ իրեն։ Լեցուն մարդ տվավ այդտեղ իրեն, Գորոնտոսի մեջ։ Գորոնտոսը մեծ քաղաք էր, գսվի թե այդ ժամանակ 700,000 ապրող գար այդ Գորոնտոսի շրջանի մեջ։ 700,000 Գորոնտոսը եւ իր շրջագայքը։ Բողոս 1.5 տարի ամեն մեկուն եւ քիչ հետո տեսնենք բոլորը լսեցին Աստծո խոսքը։ Դարմանալի ցեվով։ Այսօր աշակերտության մասին կխոսենք, սիրելիներ։ Աշակերտությունը այսօր կբացի մեր եկեղեցիներուն։ Աշակերտ ըլալ, աշակերտ ընել։ Աշակերտի պես ապրիլ, աշակերտի պես սորվեցնել, որովհետեւ շատեր աշակերտներ ըլան։ Եվ ոչ թե հավատացյալներ, ինչպես միշտ կսեմ։ Քանի որ այս իմ բայկարս է։ Եկեղեցիներում մեջ լեցուն հավատացյալներ կան։ Չեմ գիտեր հավատացյալ եմ, բայց աշակերտներ շատ քիչ կան։ Ծառայողներ լիքը կան եկեղեցիներում մեջ, ամենն ալ գուզե միկրոֆոն առնել եւ խոսիլ, բայց աշակերտներ քիչ կան։ Սուրբ Գիրքը գարտացեք, սիրելիներ։ Սուրբ Գիրքը գարտացեք, տեսեք թե ինչպես պատահեցավ առաջին մեր թարուն։ Հիսուսին սորվեցուց աշակերտները ինչպես քայլեցին եւ ինչպես եկեղեցիներ հիմնվեցավ։ Ինչ բանի վրա հիմնվեցավ։ Ինչ էր միտքը։ Հիսուս Քրիստոսն է։ Հիսուսն է։ Հալելույա։ Համար 12 Ակայայի փոխանորդ Պտեշխին Գաղյոնին օրերը հրյաները միապանվելով Բողոսին դեմ ելան եւ Զանիգա Ադյանը դարին։ Գտեսնեք, Աստված կսե քեզի բան պիտի չլա, մեկը քեզի դեմ պիտի չգնա, Ադյան դարին Բողոսին ձեզելու համար։ Նորից այստեղ գտեսնեք բատմական թվականներ, անուններ, որովհետեւ մենք գիտանք, որ օրերուն գլա այդ բաները, ինչպես քիչ առաջ ասի 50-ական թվականներուն մոդեր։ Ասելով թե ասիգա գ հրաբուրե մարդիկ օրենքեն դուրս Աստված ճաշտելու։
Այստեղ կարևոր բան կա, պատմական, որ պետք է գիտնաք։ Ուրեմն այստեղ գուկան Բողոսին գարնեն ադյան, ասելով թե այս մարդը նոր բամը կներկայացնի, նոր աստվածը, այս մարդը կհրաբուրե մարդկանց, որ օրենքեն դուրս աստված բաշտեն։ Ուրեմն այդ օրենքը որ օրենքի մասին էր խոսքը, հռոմեական օրենքը։ Հռոմայացիներու օրենքը այդ էր մի քանի գրոնքներ ընդունված էր հռոմայացիներու կողմէ, որոնց մեկը հրյաներն էին։ Ուրեմն մի քանի գրոնքներ ընդունված են։ Անհասիկ Բողոս կուքա ոչ մեկ գրոնքի համապատասխան չէ, ոչ մեկ գրոնքի մարդը չէ ինքը, նոր բամը կքարոզե իրենց համար եւ գսե այս մարդը հռոմեական օրենքին հագարակ է։ Ուրեմն պետք է բռնենք եւ թադենք իրեն։ Հասկանաք, այս ցևով կփորձեն գտնել բամը, որ Բողոսին թադեն։ Օրենքեն դուրս աստված կբաշտե, մեկ նոր աստվածը, բամը կբաշտե, որ մենք չունենք մեր օրենքին մեջ, մենք ընդունած չենք, ընդունված չէ Բողոսին քարոզը, ուրեմն պետք է բռնենք եւ բաճենք։ Երբ Պողոս իր բերանը բանալու պատրաստ էր, Քաղյուն ըսավ հրյաներուն. Եթե անիրավությամբ կամ չար կորձիմը համար ըլլար, ով հրյաներ, գարժեր որ ցեզի մդիկ ընեի։ Բայց եթե վեճը խոսքի ու անուններու եւ ծեր օրենքին վրայով է, դուք ցեզ մե դեսեք տադը, վասնզի ես այդպիսի բաներու տադավոր ըլլալ չեմ ուզեր։ Ինչ կսես թե Քաղյունը գսե, եթե դուք ծեր հրյական ներքին հարցերն են, ես չեմ ուզեր խառնվել ցեզի։ Դուք կսեք, որ ինքը նոր աստված գբաշտե, նոր գրոնք կբերե։ Այդ նոր գրոնքը բոլորովին բացարձակապես արգելված է։ Եթե այդպես է, ես կբաճեմ զինք։ Բայց հայտնի է պաստորեն գերևնա, որ դուք ծեր ներքին հարցերն է։ Ծեր հրյական Մեսիայի մասին գխոսի, ծեր հրյական Մովսեսի մասին գխոսի, հրյական Աբրահամի մասին գխոսի։ Ուրեմն ծեր ներքին հարցերն է։ Ես չեմ ուզեր խառնվել այս հարցի մեջ։ Գնացեք քաղաքականությունը եւ հոգեվորականությունը ինչպես իրար հետ կխառնեն։ Եվ այդ հրյաները, որոնք կսեին, որ մենք միակ աստված ունենք, մեր հայրը աստված է, երբ որ պետք է քաղաքականությունը կխառնեն իրենց օրենքին մեջ, որպես իրենց ուզածը ըլլա։ Հիմա էլ այդպես է։ Եվ գրնամ ասել ցեզի 4-րդ դարեն սկսյալ, երբ որ քրիստոնեությունը դարձավ ազգային գրոնք, ըլլա մեր հայ ազգին մեջ, ըլլա եվրոպացիներու մեջ, արդեն սկսավ ամեն ինչ խանգարվելու։ Երբ որ հոգևորը գխառնես քաղաքականության հետ, երբ որ հոգևորականը գխառնվի քաղաքականության, երբ որ քաղաքականությունը գխառնվի հոգևորականի հետ, խնդիրը կսկսի։ Հիսուս ասավ, իմ թագավորությունս այստեղին չէ։ Մի խոսքով, ինձի աշխարհի թագավորության մասին մի խոսիկ։ Եթե մենք հոգևոր ենք, հոգևոր հարցերով մենք կքննարկենք։ Եթե մենք հոգևոր չենք, ազգային հարցերով կքննարկենք։ Ուրեմն ամեն մեկը իր տեղը։ Դվեք ինչ որ գայսրին է, գայսրին ինչ որ ազգո է, ազգո։ Ամեն ինչ իր տեղը։ Այստեղ հрьяաները ուզեցին խաղ մնել, քաղաքականությունը մեջտեղ բերին, բայց այդտեղի լավ էր որ Քաղյոնը խելացի մարդը լալու էր, դեսավ որ հрьяաները խաղ գնեն, բայց ամեն ինչ իրենց սուբկիրքի եւ իրենց օրենքի վրա է հիմնված, անորմալ ասավ ես չեմ խառնվիր այս ծեր հարցն է։ Բայց եթե վեճը խոսքի ու անուններու եծեր օրենքի վրայով է, դուք տեսեք այդ տանը։ Զանոնք ադյանեն վրընդեց։ Այն ադեն բոլոր հույները Սոսթենես ժողովրդաբեդը բռնեցին եւ ադյանին արջև ձեձեցին, այս բաներուն համար Քաղյոն բնավ հոգ չերներ։ Սոսթենես կայստեղ, որ առաջին Կորինթացիս առաջին գլխուն մեջ իր անունը գտնենք, ուրեմն ինքը հրյական ժողովաբեդ էր։ Պաստորեն այստեղ ինք գբաշխաներ Պողոսին։ Չսվիր ոչ մեկ բան, բայց այդպես կուկայ, որ իրեն բռնեցին եւ դիտեցին։ Եվ որ առաջին Կորինթոսի մեջ Պողոս կսե Սոսթենեսին շնորհք եւ խաղաղություն, Սոսթենեսը Կորինթոսի մարդ էր։ Ուրեմն այստեղ գրեցնենք, որ Սոսթենես ասվածը հրյա ալլալով գբաշխաներ Պողոսին։ Գրեցնենք Աստված կկործածե մարդիկ, թրսի մարդիկ, ներսի մարդիկ, որ իր զավակները պաշտպանի եւ ուղե։ Կարևորը զավակը Աստծո հետևորդ, Հիսուս Քրիստոսի հետևորդը
պետք է ինքը արդարը լա, ճշմարիտը լա իր խոսքին մեջ։ Եվ ոչ թե իր խոսքը այսպես երկլեզու լա։ Այսօր հավատացյալներ կան, նույնիսկ հովիվներ, առաջնորդներ, քահանաներ, ինչ որ գուզեք, հոգևոր առաջնորդներս եմ կան, որոնք սիրելիներ ամեն տեսակ մարդու հանդեպ տարբեր խոսակցություններ ունեն։ Մի խոսքով տարբեր մոդեցում ունին նայած որուն հետ կխոսին։ Նույն քույնը չունին ուր որեն։ Քույներնին կփոխեն նայած որուն հետ են։ Եվ այս Աստված իսկապես քարշելի է Աստծո համար այս բանը։ Մենք պետք է լանք ուր որենք, ինչ որենք, ամեն դեղ բոլորին հետ միասին։ Նույն բանը։ Բողոս արդար դիրոջ զավակը, դիրոջ առաջնորդը ինք կքարոզե եւ ինք կսորվեցնե։ Հագարակ իրենք չեն սիրեր, գահալած են, քաղաքականություն ներս կցնեն, ինչի փոխեր ոչ մեկ բան։ Գմնա ինք իր հաստատ իր գոչումին մեջ։ Սիրելի քույր եղբայր, հաստատ մնա թե դու ով ես, ուր որ ըլլաս, հարսանիքի ըլլաս, թաղումի ըլլաս, քաղաքականության մեջ ըլլաս, անհավատներու հետ ըլլաս, հավատացյալներու հետ ըլլաս, հարուստներու հետ ըլլաս, աղքատներու հետ ըլլաս, ուր որ ըլլաս, դու նույնը պիտի ըլլաս Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչը, եթե այդպես ես։ Բողոս առաքյալը մեզ կսորվեցնե։ Մենք պետք է քույն փոխենք։ Կամելիոնը գա, չեմ գիտի, եթե գիտեք կամելիոնը այդ մողեսի մեզ բան է, մի քիչ մեծ, որ փույսի վրա որ երթա, այդ փույսին քույնը գառնե։ Ձարի վրա գելա, ձարին քույնը գառնե, փույսի վրա գելա, գանաչ քույն գառնե, ձաղի վրա գելա, ձաղին քույնը գառնե։ Եվ այսպես հավատացյալներ կան, իրենց դարբեր դեղերու մեջ կտեսնես եւ գզարմանաս, որ արդյոք այդ նույն անձն է, եկեղեցի ու կար այս բանը գսեր, հետո հիմա այս մարդուն դունը այս բանը կխոսի, այդտեղ ուրիշ տեսակ կխոսի, այնտեղ ուրիշ տեսակ կխոսի, արդյոք ის նույն մարդն է։ Այս մեծ մեղք է, որ պետք է ամեն մեկս ապաշխարենք եւ մենք պետք է իսկապես ըլլանք ինչ որ ենք ամենտեղ։ Երբ որ գխաղաս խաղի ընթացքին պետք է գործընծնես դու քեզ։ Շատեր կան, երբ որ գխաղան եւ գբարդվին, վաու, ինչ վատ վիճակի մեջ են։ Հասկանաք, քրիստոնյան լալը ամեն դեղ է։ Ամեն դեղ, ամեն վիճակի մեջ արդարությունը փոխանցելն է։ Ավետարանը չիտակ պիտի կարոզես բոլորին։ Ուր որ տրված ես։ Բիլի չգլորցնես ավետարանը, բիլի չխափանես ավետարանը։ Սուպ գիրգսե մեկ ստորագետ պետք չհանես։ Մեկ բար պետք է վերցնես։ Կարևոր չէ ով գա քո դիմացդ։ Կարևոր չէ ով է քո դիմացդ, դու շիտակը պիտի կարոզես եւ պիտի ասես ով է Տեր Հիսուս Քրիստոսը, ինչ ավետարանը եւ ինչ բան կսպասի այդ դիմացինին, եթե չապաշխարե, իսկ եթե ապաշխարե, ինչ օրհնություններ կան իր համար։ Այս բոլորը շիտակ ծևով պիտի կարոզվի։ Համար 18 Բողոս Տակավին շատ օրեր հոն մնալ է ետքը, ուրեմն Գորընթոս, եղբայրներ են պաշտնվելով նավով դեպի Սուրիա գնաց։ Բրիսկիղային եւ Ագյուղասին հետ։ Առաջ Գենքրայի մեջ իր մազերը գդրելով վասնզի ուխտավոր էր։ Երբ Եփեսոս հասավ, զանոնք հոնցկեց եւ ինք ժողովարանը մտնելով հрьяաներուն հետ գխոսեր։ Անոնք իրեն գաղաչեին, որ ավելի երկար ժամանակ իրենց կով մնա, բայց հանձնադու չեղավ։ Հապա հերացավ անոնց ասելով, պետք է որ անբաճար այս հարաճիգա դոնը Երուսաղեմի մեջ ընեմ, բայց Աստծո գամքովը նորեն ցեզի պիտի դառնամ։ Եփեսոսեն նավով ճամփայելով Գեսարիայի հասնելով Երուսաղեմ գնաց ու եկեղեցին բարև տվավ ու հետ գնաց Անդիոք։ Ավասիկ երկրորդ ճամփորդությունը կվերջանա։ Գուքա Եփեսոս, Կորինթացին 6 գուքա Եփեսոս, այդտեղ գսե մազը գդրեց։ Հրյական, քանի որ Երուսաղեմ գուզեր երթար, ուխտավորները մազերնին կգդրեին, որբեսի ասեին, որ մենք ուքանք դաջար, ուխտ ըրած ենք Աստծո մեր աղոթներով, մեր նվիրությունով, մեր զոհապերություններով եւ այլն։ Եվ այդպես ալ ըրավ Բողոսն։ Այսեք հրյա է, ավետարանը կքարոզե, բայց գուզե նաեւ հրյաներուն շահիլ։ Հեթանոսներուն կշահի, գուզե հրյաներուն շահիլ։ Այդպես կնե, որբեսի որչապ մոդենա մարդկանց անչափ լավ, որ ցևում որ մոդենա անչափ լավ, բայց իր ավետարանի պատկամը չի փոխեր։ Իր մոդեցման ցևը կփոխե։ Տարբեր մարդկանց տարբեր ցևերով։ Հրյային հետ կսե հրյա եղավ, հույնին հետ հույն եղավ, բայց ոչ մեկ անգամ մեղքի մեջ չխեղդվեցա։
Ուրեմն ահավասիկ երկրորդը գվերջանա գուքա եւ քեղեցիկ այստեղ Գեսարիային գուքա Երուսաղեմ եւ գերտա եկեղեցին բարև գդա հետո ետ վերադարձավ Անդիոք երկրորդ ճամփորդությունը վերջացավ եկավ վերադարձավ Երուսաղեմ ինչ հրավ եկեղեցին գնաց ինչ ընելու նորեն ինչ պատահեցավ իրեն պատմելու ողջույն տալը բարև դալու միտքը այդ էր չեկավ միան թուրին արջևեն չբարևեց չի գնաց այդտեղ մնաց մի քանի օր պատմեց ինչ պատահեցավ ինչ եղավ ցեզի միշտ կսեմ այս բանը հավատացյալը մինակ չէ հավատացյալը հաշվելու պետք է լա իր եկեղեցին իր հովիվին իր առաջնորդներուն իր ավակներուն իր ծառայողներուն հաշվելու այն հավատացյալը որ հաշվելու չէ լավ լսեցեք այն հավատացյալը դիրոջ հաջելի մարդ չէ հաշվելու պետք է լանք մենք մեր գործերով մեր եղբայրներուն մեր եկեղեցին մեր հովիվին եւ այլն եկավ եւ հաշվելու եղավ այս գոչը գնեմ այդ բոլոր ինքնագոչ ըսված հավատացյալներուն որ ոչ մեկուն հաշիվ չեն դար իրենք գիտեն ինչ որ գնեն իրենք ճշմարիտ են իրենց գործի մեջ սխալ ես հաշվելու պետք է լաս եւ անոնը եկեղեցի պետք ունես քույր եղբայր պետք ունես հովիվ պետք ունես որ երտաս խոստովանիս որ երտաս խոսիս որ երտաս փոխանցես որ երտաս ասես ինչ պատահեցավ քեզ ինչ եղավ քեզ այսօր մեր եկեղեցիներում մարդիկներ կան որ հովիվեն հազիվ բարև գուտան ավելի բան չեն ասել հովիվը իրենց կյանքի մասին դուրսիններեն գլսե այդ մարդը գներեք բայց այդ մարդը ինչ եկեղեցի հասկացած չէ ինչ է եկեղեցին հասկացած չէ ինչ է իր միապանությունը դադեր Ֆրանսիայի մասին խոսիմ Ֆրանսիա եկեղեցի ունին հովիվ ունին եղբայրներ ունին քույրիկներ ունին բայց իրենք Հայաստանի հովիվին կխոստովանին կամ Ամերիկայի հովիվին կխոստովանին այդտեղի դասանորդ այդտեղ գղրգեն ինչ գիտնամ այսպես բաներ խառնված վիճակի մեջ մդեր է հիմա աշխարհը հոգևոր աշխարհը չի գիտեր որն է եկեղեցին որն է գարկու կանոնը ամեն մեկ իր ուզածը գնե եւ չմոռնաք որ դադավորած քրկին մեջ երկու անգամ գրված է հետեւյալը գսե որ այդ ժամանակ ամեն մարդ իր ուզածը գներ այդ ժամանակ ամեն մարդ իր ուզածը գներ գրնակ երևակայել սիրելի քույր եղբայրներ ինչպես այս օրերուն այդ բանը բադահեցավ այս օրերուն այդ բանը գբադահի ամեն մարդ իր ուզածը գնե իր ուզած ծևով գկալե իր ուզած ծևով գերտա առաջ իր ուզած ծևով գկարոզե եւ իր ուզած ծևով գփարավորե դերը կարծելով որ ինքը շիտակ է մի քանի վարկաներեն գվերակտնենք իրան կարծեմ խնդիր ունեցանք Okay, սիրելի քույր եղբայրներ գվերակտնենք իրար ներողություն գվերակտնենք իրար մեր այս ընթացքին մեջ ուրեմն գսեի տեսակ որ ինչպես շատերը իրենցմով գուզեն հոգևոր բաներ անել բայց սիրելի քույր եղբայրներ գտեսնեք որ սուրբ գիրքը մեզ այդ չի սորվեցներ սուրբ գիրքը մեզ գսորվեցնե որ մենք հաշվելու ըլլանք մեր եղբայր մեր քույրերուն հաշվելու ըլլանք մեր հովիվին հաշվելու ըլլանք մեր ծառայագիցներուն այս նաև խոնարհության հետ կապ ունի եւ գրնամ ասել ցես դժբախտաբար որ այսօր եկեղեցիներու մեջ ծառայողները նույնիսկ խոնարհության բագաս ունին խոնարհության բագաս խոսելով իր բադասանադուին գարձեմ որ իրենք պետք չունին ոչ մեկին խոսելու իրենք պետք չունին ոչ մեկուն խորհրդադու լալու իրենք գիտեն իրենք ճշմարիտ են իրենք արդեն ուղղություն ունին ի խոսքով շտկվինք նաև այս ուղղության մեջ ուրեմն Երուսաղեմ մեջ Անդիոք կերտա ադեմ մհոն գենալի հետո գարտավ քաղաքացիներու երգիրը եւ գրիկյա գբդդեր ու բոլոր աշակերտները գհաստատեր ահավասիկ երրորդ
ճամփորդությունը գսկսի Բողոս Արաքյալին։ Գաղադացիներու գողմեն գուկա եւ ինչ կլա գհաստատե աշակերտները։ Գտեսնեք այստեղ չսե գքարոզե, գսե գհաստատե աշակերտները։ Սորվեցնել, յուրացնել, հաստատել։ Որ մարդիկ իրենց սորվածը յուրացնեն։ Բայց հետո յուրացածուն վրա պիտի հաստատվիս, որ մեկադա ետ քայլ չնես, այլ հարաճ քայլնես։ Գեղեցիկ է այստեղ բառը գսե եւ աշակերտները գհաստատե։ Աշակերտները գհաստատե։ Եկեղեցի մեջ նստարան նստող հավատացյալները չէ։ Գիրագի ծառայության եկողները չէ։ Անոնք, որոնք աշակերտ են, միապան են, իրար հետ են, բայկարող են, ծառայող են, այդ մարդկանց գհաստատե, որ այդպես լա։ Հալելույա։ Իսկապես ամեն մեկ մանրամասն այստեղ մեզ շատ բաներ կսորվեցնեն։ Համար 24-ն Աբողոս, նայեցեք Աբողոսի մասին խոսենք։ Աբողոս անունով հրյամը ձնունտով Ալեքսանդրացի ջարդասան մարդմը եկավ հասավ Եփեսոս։ Ով էր այս Աբողոսը։ Անգսե զորավոր էր սուրբ քրքերով եւ դերոջը ջամփուն մեջ վարժված էր, չերմերանտ հոգի ունենալով գխոսեր գուսորվեցներ ճշմարտությամբ դերոջը վրայով, բայց ինք միայն Հովանեսին մգրդությունը գիտեր։ Ասիկա սկսավ ժողովարանի մեջ համարցակ խոսիլ։ Ուրեմն նախ Ալեքսանդրացի այդ ժամանակ Ալեքսանդրիան շատ գիտնականներու, ուսյալներու, մտավորականներու քաղաք էր, որոնք կսերդեին, կսորվեին, ըլլա հոգևոր, ըլլա պատմական, ըլլա քաղաքական, ըլլա մշակութային, ըլլա լեզվական, դարբեր դպրոցներու դեղեր Ալեքսանդրան եւ այդտեղ կսորվեին շատ լավ, ասենք ուսյալ մարդիկ կբարձրանային այդտեղեն։ Ավասիկ Աբողոսը գսա այստեղ Հովաննեսի աշակերտներ։ Գիչեդո նորից պիտի տեսնենք ուրիշ մարդիկ, որոնք Հովաննեսի աշակերտներ։ Աբողոսը գիտեր ով էր Հիսուս, քանի որ Հովաննես սորվեցուցած էր թե ով էր Հիսուս։ Գիտեին, որ Հիսուս Մեսիան էր, Քրիստոսն էր, գիտեին Հովաննեսի աշակերտները Հիսուսի ըրած գործերը, գարձեմ այստեղ աշակերտին աշակերտն է նաև, որ սորվեցուցած է Աբողոսին, ուրեմն որ գպաստեին քրքերեն, որ Հիսուս իսկապես Քրիստոսն է, ջարդարասեր, խելացի, իմաստուն, լավ խոսող մարդ էր, բայց իր գիտությունը այնտեղ միան կգայանար, որ Հիսուսն է Մեսիան, Հիսուսն է Քրիստոսը, բայց ոչ ավելին։ Հիսուսի խաչը եւ հարության շարունակությունը դերևս դեռ չէր գիտեր, թե ինչ պատահեցավ։ Սուրբ հոգին ներկործության մասին դեղյակ չէր, ինչպես գիտեդո պիտի նաեւ գարտանք։ Ու բայց շատ կարևոր բաներ գիտեր, շատ լավ բաներ գիտեր Հիսուսի մասին։ Եվ գպաստեր եւ գսորվեցներ ճշմարտությամբ մարգարեներով, 5 տականի մարգարեությամբ, որ Հիսուս Քրիստոսն է։ Գիտեք, շատ իմաստուն ցևով գմատնանշեր, թե Հիսուսն է ջամփան, Հիսուսն է ճշմարտությունը, Հիսուսն է այդ խոստացված Մեսիան։ Բայց հետո այս բոլորը գիտնալեն հետո Հիսուսի ներկործությունը իր կյանքի մեջ չուներ, քանի որ միայն այդ կլա Սուրբ Հոգիով։ Գասկնակ շատերս կրնանք լավ բաներ խոսիլ Հիսուսի մասին, կամ հոգևոր բաներ կրնանք պատմել, կրնանք փոխանցել, կրնանք շատ լավ գիտնական բաներ ասել, նույնիսկ քիրքեր գրել եւ հոգևոր բաներ սորվեցնել ուրիշներուն, բայց նախ այդ բոլորեն առաջ մենք պետք է գիտնանք արդյոք այդ մեր սորվեցուցածին փորձառությունը գա թե չի գա։ Ոչ թե միան գխոսի սպամը եւ որ փորձառություն չի գա։ Ուրեմն ինքը ուկար եկավ չերմերանց ցևով, խոսեցավ, քարոզեց, շտկեց դերոջը մասին, բայց Հովանեսի մգրդություն ուներ։ Ժողովարանի մեջ համարցակ կխոսեր։ Հիմա գսե երբ Ագյուղաս եւ Պրիսկիլա լսեցին Զանիգա, ալ իրենց կով արին եւ ավելի ճիշտ Աստծո ջամփան անոր հասկացուցին։ Ավելի ճիշտ Աստծո ջամփան անոր հասկացուցին։
Հասկացավ Ագեղաս եւ Պրիսկիլան հասկացան, որ այս մարդը շատ մեկ խոսքով Ավետարանի առաջին բաժինը լավ գիտե, հասկացել է ով է Աստված, ով է Հիսուս, ինչու եկավ, հաճը, հարությունը հասկացել է, բայց շարունակությունը չգիտեր։ Այդ շարունակության զորությունը չունի, Սուրբ Հոգի ներգործությունը չունի։ Շատ լավ բաներ գիտե Ավետարանեն, բայց Սուրբ Հոգի ներգործությունը չկա, Սուրբ Հոգի աստեցությունը չկա, Սուրբ Հոգի վերստին ծնունդը չկա։ Հասկանաք սիրելիներ, այսպես մարդիկ շատ կան այսօր դարբեր հավատացյալներու խումբերու մեջ։ Եվ արին իրենց կով ճիշտ սորվեցուցին։ Եվ ես այստեղ գսիրեմ Աբողոսի խոնարհությունը։ Ինք ուսյալ մտավորական մարդ։ Եկած են երկու հրյա դեր եւ դիգին ամուսիններով իրեն ավելի ճիշտ սորվեցնելու։ Եվ ինք կընդունի։ Եվ այդ ընդունելով մեծ գործ գադարելու սկսավ նույնիսկ Գորոնտոսի մեջ հովիվներեն մեկը եղավ հետո։ Գտեսնեք, խոնարհությունը ճիշտ բան սորվելու, միշտ պատրաստ ըլլալ, որ ավելի ճիշտը սորվինք, միշտ պատրաստ ըլլալ, որ ավելին հասկանանք, լսել մեր քույր եղբայրներուն դերևս մեկնաբանությունները։ Բայց այստեղ ալ գրնամ ճագերդյա լսել, քանի որ երբեմն այնքան տարբեր բաներ կլսենք մեկտեղ են, մյուստեղ են, որ արդեն ճշմարտությունն ալ կգործընծնենք։ Ես քեզ գարաչարգեմ սիրելիս, որ Աստծո խոսքը միշտ ավելի սերտ է, որ միշտ ավելի ճիշտ սորվիս։ Լսե կամ հետևիր կամ սորվիր այդ մարդուցմի, որոնք քեզ իրենց անձը չեն պատմեր, իրենց երազները կամ վկայությունները չեն պատմեր, այլ Աստծո խոսքը քեզ կփոխանցեն։ Քանի որ մենք պետք է ավելի ճիշտ սորվենք, ամեն օր ավելին Աստծո խոսքեն։ Ավելի ճիշտ Աստծո ճամփան անոր հասկացուցին։ Այդ մարդը շատ բաներ գիտեր, բայց Պողոս եւ Ագեղաս եւ Պրիսկիլան սորվեցուցին, հասկացուցին, որ քո քիծածդ նայիր ինչ օրտնապեր արդյունքներ եւ օրտնություններ ունի։ Քո քիծածդ, որ դու գսես, կխոսես, բայց անոր փորձառությունը չկա։ Հալելույա։ Անիգա ուզեց Ակիայի երթալ, եղբայրները քաչալերեցին Զանիգա եւ քիր քրեցին այն դեղի անշագերտներուն, որ Զանիգա ընդունին։ Գտեսնեք ինչ գեղեցիկ բան։ Աբողոս ասավ, լավ, ես հիմա երթամ Ակայա։ Շատ լավ։ Եղբայրներ ինչ կսեք։ Դուք ստացել եք այս ձեր սրտին մեջ, որ ես պետք է երթամ։ Դուք գործնեք, որ ես երթամ։ Գնա եղբայրս, գնա ծառայե, գնա այդտեղ ծառայե։ Մենք նամակ կգրենք, քո մասին գսենք դու ով ես։ Եվ այդ նամակով այդ տեղի աշակերտները կգարտան եւ քեզ կընդունին։ Գիտեք ինչ կարևոր է այս։ Ինչ կարևոր է, երբ որ մեկ հավատացյալը, երբ որ ուրիշ տեղ գերտա իր մասին ինչ կսեն։ Նույնիսկ Հիսուս ասավ. իմ մասին ինչ կսեն։ Քու մասին ինչ կսեն։ Դու քու մասին երբեմն ուրիշ բան կսես։ Ուրիշները քու մասին ուրիշ բան կսեն։ Նամակ գրեցին։ Նամակ գրեցին, ասելով ընդունեցեք մեր Աբողոս եղբայրը։ Ինքը Քրիստոսի մեջ է, մեր եղբայրն է, լավ վկայություն ունի, մենք գիտենք ինքը այս հրավ, այդ հրավ, այս հրավ, այն հրավ։ Երբեմն ինձ գքրեն, գսեն եղբայր Սարգիս կամ հովիվ Սարգիս, ասինչ մարդու մասին ինչ կրնաս ասել, մեզ ըսավ թե քու եկեղեցիդ կուքա։ Այսպես բաներ երբեմն գլա, շատ անգամ եղավ։ Եվ մի քանի ներու մասին ասել եմ, այո, այդ մարդը եկեղեցի գուքա միայն։ Ավելին չեմ գրնար ասել։ Այդ վկայություն է։ Վկայություն է ինչ որ ճշմարտությունը։ Քանի որ երբեմն գսեն, հա, մենք Սարգիս եղբորը եկեղեցին ենք, այս ենք, անենք, միշտ կերտանք, մենք ծառայող ենք, մենք էսենք, բայց երբ որ ինձ կհարցնեն, գսեմ այդպես բան չի։ Հա, գուքա երբեմն գուքա, ամիսը մեկ անգամ գուքա։ Գուքա այդտեղ գնստի եւ գվերջանա, բայց իմ համար ադի աշակերտ չէ։ Ուրիշին համար, այո, գծարայե, մեր գողագիցն է, մեր եղբայրն է, գրնակ վստահիլ, ընդունեցեք զինք։ Այդ ալ եղած է։ Գասկնակ սիրելիներ, կարևոր է եկեղեցին նամակը։ Կարևոր է թե ինչ կսեն աշակերտները քո համար, անորմալ դեղական եկեղեցի պետք ունես եւ սրա համար է որ շատեր չեն գրնար դեղավորվել դեղական եկեղեցին համար, քանի որ չեն ուզեր որ իրենց համար մի բան ըսվի, կամ թե իրեն շտկեն, հանդիմանեն։ Նայեցեք Աբողոսը ինչ հրավ, խոսեցեք եղբայրներս, խոսեցեք եւ ես սորվիմ։ Այս ամենեն խոնար
իրավիճակն է։ Եվ անոր համար լավ օրտնապեր նամակ ղրգեցին աշակերտներուն, ասելով ընդունեցեք զինք։ Խոնարհությունը գերևն է։ Քո դեղական եկեղեցիի մեջ ինչ որ ուր որ ես, քո խոսքերով չէ, քո ըրածներով չէ, քո դեղական եկեղեցի մեջ ինչ կսեն քո ժողովուրդը, քո սիրելիները, քո գողքինները։ Հոն հասնելով շատ օգտակար եղավ հավատացյալներուն Աստծո շնորհքով։ Գրեցնեք Աբողոս, խելացի, իմաստուն, գրնամսել այսպես մտավորական մարդ, խոնարեցավ ակեղասին եւ Պրիսկիղային աշակերտը եղավ։ Եկեղեցին մեջ զինք ընդունեցին իբր խոնար եղբայր։ Ինքը իր վգայականները չցույց տվեց։ Ինքը իր անցյալը ցույց չտվեց։ Ինքը չսա որ նայեցեք ես ով եմ։ Խոնարեցավ։ Եվ որ գխոնարիս այդտեղ գրված է հոն հասնելով շատ օգտակար եղավ հավատացյալներուն։ Շատ օգտակար եղավ հավատացյալներուն։ Ես օգտակար գրնամալալ երբ իսկապես խոնարեմ իմ եկեղեցիս մեջ։ Թող դերը մեզ սորվեցնե այս։ Քեզ սորվեցնե, ինձ սորվեցնե։ Երբ մենք մեր շրջապատի մեջ կխոնարինք, դերը մեզ կկործածե։ Բայց ոչ թե խոնարիլ քու կարծիքով, այլ խոնարիվ մյուսերուն կարծիքով։ Շատեր այդպես կուզեն ցույց տալ, որ իրենք խոնար են։ Այդպես ցույց կտան, որ իրենք այնքան խոնար են, որ արդեն այդ ցույց տալը հբարդության մեծ քայլ է։ Եվ որ ցույց կտաս, որ դու խոնար ես, արդեն հբարդ ես։ Խոնարհությունը դու չէ որ ցույց պիտի տաս, ուրիշները պիտի ասեն քո համար։ Եվ այդպես մեծ օգուտ կնես դիրոջը ընտանիքին եւ հավատացողներուն։ Հրաբարակավ սաստիկ գհանտիմաներ հрьяները Սուրբ Գիրքեն ցույցելով թե Հիսուս Քրիստոսն է։ Ահավասիկ ճշմարիտ ավետարանը սկսավ կարոզելու Աբողոսը։ Օրինակելի մարդ է Աբողոսը մեզ համար։ Հալելույա։ Հալելույա։ Հիմա նայեցեք գլուխ 19, քանի որ ագսե Աբողոս Կորինթոսի մեջ էր, Բողոս վերի գողմերը բդդելով Եփեսոս հասավ։ Եվ քանի որ աշակերտներ գտնելով, քանիմը աշակերտներ ներողություն գտնելով, ըսավ անոնց։ Զարմանալի հարցում Բողոս կհարցնե այստեղ։ Երբ հավատացիք Սուրբ Հոգին արիք արդյոք։ Երբ իսկապես կհավատաս Հիսուս Քրիստոսի, Սուրբ Հոգին գարնես։ Բողոս առաքյալ այս հարցումը կհարցնե, քանի որ նշմարեց, որ այս աշակերտներ ըսված մարդկանց մեջ Աբողոսի նման, երբ ինք սկիզբը եկավ եւ հանդիպեցավ Պրիսկային եւ Ագիղասին, Բողոս հասկացավ անոնց մեջ փամ մգա որ նորմալ չէ։ Քանի որ նորմալ չէ, որ մեկը հավատա Հիսուս Քրիստոսի եւ Սուրբ Հոգին չստանա, նորմալ չէ։ Այս Սուրբ Հոգին ստացողը բոլորովին դարբեր է, քան թե այդ մարդոց մեջ որ Սուրբ Հոգին չեն ստացել։ Բողոսը որ գտեստ այս մարդկանց կսեն, փամ մգա որ նորմալ չի այստեղ։ Անորմալ հարցում գարցնեք, ուրիշ այսպես հարցում չկա Սուրբ Գիրքին մեջ։ Գարձեմ գաղատացիներուն էր, Բողոս կսե, երբ դուք հավատացիք, Սուրբ Հոգին ստացաք գրված է։ Իսկ այստեղ կսե, երբ դուք հավատացիք, Սուրբ Հոգին ստացաք, հարց կհարցնե։ Քանի որ իրենց դրսևորումները, իրենց խոսածները, իրենց խոսած ծևերը, իրենց խոսած բաները չի համընկնիր Սուրբ Հոգի ստացած մարդուն։ Հալելույա, կհասկնաք միտքը։ Ուրեմն անոնքալ ըսին, բայց մենք լսած ալ չենք, թե Սուրբ Հոգի գա։ Վաու, լսած ալ չենք, թե Սուրբ Հոգի գա։ Բողոս ասավ, հաբա ինչով մգրդվեցաք։ Քանի որ վստահ անոնք մգրդության մասին կխոսեին։ Բողոս այդպես մգրդություն չխոսավ, անոնք մգրդության մասին կխոսեին։ Ինչով մգրդվեցաք, նայեցեք պատասխանին։ Հովաննեսի մգրդությունով։ Ուրեմն ասոնք Հովաննեսի աշակերտներն էին, ինչպես Աբողոսը։ Հովաննեսի աշակերտներ էին, որոնք շատ լավ գիտեին հոգևոր բաները, ոչ թե լսած չէին Սուրբ Հոգիի մասին, քանի որ բոլոր հрьяները գիտեին Սուրբ Հոգիի մասին։ Հովաննեսի բոլոր աշակերտները գիտեին Սուրբ Հոգիի մասին, ոչ թե անոնք լսած չէին թե Սուրբ Հոգի գա,
այլ լսած չէին, թե Սուրբ Հոգին հոգեկալստյան օրը իջավ եւ մարդկանց մեջը կփնագի այլևս։ Իրենք դեռ չէին գիտեր, որ այդ Սուրբ Հոգին 5 տագարանի խոստացված Սուրբ Հոգին այսօր իզորու է մարդ փոխելու, նորոգելու, հրաշքներ կատարելու, անոնց սրդին մեջ վերստին ծնունդ տալու, այդ կեքաղապար չունեին, քանի որ ենք Հովաննես Մգրդիչի աշակերտներն էին։ Իրենք գիտեին, որ այդ բոլորը բիդլա, գիտեին, որ Հիսուսն է Աստուծո կարը, գիտեին, որ Հիսուսն է խաչը եւ հարություն ելնողը, այդ բոլորը գիտեին եւ գնդունեին եւ այո գսեին եւ մգրդված էին, որ Հիսուսը ընդունեին իբր իրենց առաջնորդը, բայց չէին գիտեր այդ շարունակությունը, ինչպես քիչ առաջ ասի Աբողոսի համար։ Չէին գիտեր շարունակությունը, որ այդ Հիսուսի գիտնալը չի բավեր, այլ Հիսուսեն պիտի քար այդ Պենտեկոստեի Սուրբ Հոգիի ներկործությունը։ Ուրեմն իրենք թեր վերստին ծնված չէին։ Չէին ալքիներ, որ Սուրբ Հոգին գրնա այդ գործերը կատարել։ Եվ ինչ կսե Բողոս ալսավ Հովաննես աբաշխարության մգրդությունով մգրդեց եւ ժողովուրդին ալ ըսավ, որ հավատան անոր, որ իր մե հետո պիտի կա, այսինքն Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն Բողոս ինչ կսե Հիսուսի հավատալ, այստեղ ոչ թե հավատալը, որ Հիսուս կա չի գա, ոչ, հավատալը սեր որ Հիսուսով նորություններ պիտի Հիսուսով վերստին ծնունդ պիտի Հիսուսով արտարություն պիտի մեղքի բրգություն պիտի մեղքերեն ազատագրություն պիտի Հիսուսով է ամեն ինչ։ Հովաննես Մգրդիչը շեշտը տրավ Հիսուսի վրա։ Եվ հիմա այդ Հիսուսը, որ խաչը ելավ, հարություն ալավ, հորո աչքովը բարձրացավ, ինչ ըրավ, Սուրբ Հոգին ղրգեց, որբեսի ինք հիմա հավատացյալներուն մեջը փնագի։ Այս բաները պիտի հավատաք։ Դուք այս բաներ դեռ հավատացած չեք, դուք այս բաներ դեռ ընդունած չեք, դուք կեցերեք միան առաջին բաժինի մեջ։ Հիմա եթե գտնունիք այս բաները, որ Հիսուսն է, Հիսուսով է այդ բոլոր երկնային Սուրբ Հոգի ներկործությունը, այն ժամանակ կսե ասիսելով դեր Հիսուսի անունովը մգրդվեցան։ Եվ Բողոս երբ անոնց վրա ցեր տրավ, Սուրբ Հոգի անոնց վրա իջավ եւ լեզուներ գխոսեին, գմարգարանային եւ ասում 12 հոգի էին։ Ինչ պատահեցավ, Պենտեկոստե ապրեցան։ Ինչպես Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին եկավ, լեզուներ խոսեցան, մարգարեություններ ըրին։ Նույն բանը հիմա ինձ կպատահի, քանի որ 0-ին սկսին։ Ասոնք հավատացյալներ չէին, ասոնք 5 տագարանի հավատացյալներ էին։ Հովաննես Մգրդիչի օրով գեցեր էին, ավերին չէին երթացած։ Բայց ահա վասիկ այստեղ, երբ որ հասկացան, թե ով է Հիսուս, ինչու Հովաննեսով Հիսուսն է, եւ որ հասկացան, որ այդ Սուրբ Հոգին իրական է, հասկացան, որ Սուրբ Հոգին իջել է արդեն, ոչ թե օրը պիտի կա, այլ արդեն եկեր է, արդեն մեր մեջն է, ուրեմն մենք կընդունենք այդ Սուրբ Հոգին, մենք կընդունենք նորոգվելու, այո ցերկը տիրև աղոթե, որպեսի մենք ալ նվիրվենք, նոր կյանքի մեջ մտնենք, ապաշխարենք, վերստին ծնվենք, Սուրբ Հոգիով քայլենք, եւ այո, մգրդությունը լալեն վերջը, Սուրբ Հոգին եկավ, լեզուներ խոսեցավ, շարժուն գնեք, այստեղ գրված է Սուրբ Հոգիով մգրդվեցան, գրված է Սուրբ Հոգին անոնց վրա եկավ, բարձ, եւ լեզուներ խոսեցան։ Երբեմն մենք այստեղ շատ եկեղեցականներ սխալ բառ կգործածենք, Սուրբ Հոգիով մգրդվելը կգարձեն թե լեզուներ խոսիլն է։ Ոչ, լեզուներ խոսելը ուրիշ բան է, Սուրբ Հոգիով մգրդվելը ուրիշ բան է։ Այստեղ օրինակը ինչ կբադայի, Սուրբ Հոգիով Սուրբ Հոգին անոնց վրա եկավ, շատ բարձ եկավ, անոնց վրա, անոնց մեջը, անոնց հետ, նոր գդագարան այս բոլորը կգործած է Սուրբ Հոգի վրա, Սուրբ Հոգի մեջը, նոր գդագարանի մեջ այս բոլորը կա։ Եվ լեզուներ խոսեցան եւ մարգարեացան։ Մեկ խոսքով աղավասիկ Սուրբ Հոգին եկավ եւ իրենք վերստին ծնվան։ Հալելույա։ Անոնք բոլորը 12 հոգի էին, ապա ժողովարանը մտնելով 3 ամիս համարցակությամբ ազդոտակավորությանը վրայով գխոսեր ու գհամոզեր։ Երբ մեկ քանիները գհամարեին ու թեմ գտնեին, բազմության արչև գվարկաբեգեին այն ջամփան, ինք անոնց մե հերացավ եւ աշակերտներ զադեց ու ամեն օր դյուրան անուն մեգուն դբրադանը մեջ գխոսեր։ Ասիգա 2 տարի տևեց, մինչև որ բոլոր Ասիայի մեջ բնագող հрьяաները եւ հույները դիրոջը խոսքը լսեցին։ Ժողովուրդ քախնիկ կա այստեղ։ Ավասիկ Բոս այստեղ Եփեսոսի մեջ
կկործե, կկարոզե, հագարագություններ կսկսին։ Ինք այստեղ շատ կարևոր կորձ մգնե եւ հուսամ մեր ճշմարտության խոսքի ծառայությունը այս կորձը պիտի ընե շատ մոտ օրեն։ Ինք այդ բոլոր ժողովրդին մեջ են զադեց, լավ գրված այստեղ, աշակերտներ։ Զադեց մարդիկ, որոնք նվիրված աշակերտներ են Քրիստոսի խոսքը տարածելու նպատակով։ Զադեց եւ 2 տարի անոնց հետ աշխատեցավ։ Բողոս այստեղ 2 տարի ժողովարան գերտար շապադորերը կարոզեր բոլորին հույներուն, թուրսիներուն եւ այլն, բայց 2 տարի հadouk ծառայություն հրավ սորվեցուց շրջապատեց այդ զադված աշակերտները, ընդրված աշակերտներ։ Նայես անոնց մե հերացավ, որոնց մե, անոնք որ գխոսին, ավելորդ մագաս եւ այլն, դգար, հայոյող եւ այլն, բայց Բողոս ըսավ դեսնեմ այս բոլոր խումբին մեջ ով գավորուն հետ ես կրնամ աշխատիլ։ 2 տարի անոնց հետ աշխատեցավ։ Զադված, ընդրված աշակերտներ։ Եվ այդ պատճառով կամ այդ անոր շնորհիվ ամբողջ Ասիայի մեջ բնագող, Ասիա որ գասվի այն ժամանակվա մեր այսօրվա ուրեմն Հունաստանեն մինչև Թուրքիան է, օքեյ, հիմակվա Ասիան, Չինաստանը կամ Մալեզին եւ այլն չէ, Ասիան երբ որ գասվեր հիմակվա Թուրքիայի բաժիններ։ Այդ բոլոր Կորինթոս, Եփեսոս, Հունաստան մինչև մեր այսօրվա հայկական սահմանները մոտավորապես 1 միլիոնի ժողովուրդ էր։ Նայեցեք, աշակերտներ ընդրեց զադեց, անոնց հետ աշխատեցավ։ Եվ անոնց շնորհիվ 1 միլիոն մոտավորապես 1 միլիոն մարդ Տիրոջ խոսքը լսեցին։ Այստեղ չսվիր ապաշխարեցին, չսվիր հետևեցան, բայց լսեցին։ Ասելով որ այդ աշակերտները, որ 2 տարի Բողոս իրենց հետ աշխատեցավ, ընդրեց իրենք, ղրգեց եւ այդ մարդիկը կացին եւ նոր մարդկանց ավետարանը քարոզեցին եւ հետևեցան։ 1 միլիոն մարդ, մեկը մյուսին։ Այդտեղի մի քանի 100 աշակերտները չէին, որ 1 միլիոնին հասան։ Բայց ամեն մեկ աշակերտ ունեցավ իրեն հետևորդ աշակերտ եւ այդ հետևորդ աշակերտը շարունակեց իր հետևորդ աշակերտ եւ այդպես հազարավոր եւ գտնամս մինչեւ 1 միլիոն 100, 1 միլիոն 200 գսվի այդ ժամանակ այնքան ժողովուրդ ընդունեցին կամ լսեցին Հիսուս Քրիստոսը։ Ժողովուրդ ջան, սիրելի քույր եղբայրներ, Քրիստոսի հետևորդ ըսել չէ գիրագի օրը կալ պաշտամունք եւ քարոզ լսել։ Քրիստոսի հետևորդ ըսել չէ որ երբեմները սուպկիր կարտաս եւ քիչ մաղոտ կնես քո ընտանիքիդ մասին մտածես։ Հիսուսի հետևիր ըսել է աշակերտ ըլլալ, շրջապատվել աշակերտներով, աղոթել իրար համար, աղոթել քննարկել ուր բիդերտաս, ինչ ռազմավարություն պիտի ունենաս, ինչ ուղղություն պիտի ունենաս, որուն Քրիստոսի պիտի բերես, ինչպես պիտի բերես, ձոմաբահությունով Տիրոջ առջև կար որ դերը ցույց տա որուն երտաս, ինչ երտաս, որ քո միջոցով աշակերտներ շատնան եւ հասնիս դերևս դու 1000-2000 հոգի բերես Տիրոջը։ Այսինքն նույնիսկ ես որ հիմա գսեմ, շատերը չնալ հավատար։ Չնալ հավատան ինչ որ գսեմ։ Քրիստոսի սիրողը Քրիստոսի հետ կապրի, Քրիստոսի մասին գխոսի իր դեղական եկեղեցիի մեջ հերագա հավատացյալ չկա։ Հերագա ասել է անհատական հավատացյալ չկա։ Պիտի միանաս քո ընտանիքիդ հոգևոր, պիտի միանաս քո խումբին, պիտի ապրիկ միասին, պիտի բայկարիկ միասին, պիտի աղոթեք միասին, պիտի սորվիկ միասին, աշակերտ պիտի լակ միասին։ Եվ այդպես Աստծո կամքը պիտի կատարվի։ Եվ գրված է այդտեղ ինչպես երկինքը այնպես երկրի վրա քո թակավորությունդ կա։ Բայց ինչպես պիտի կա իր թակավորությունը, որ դունին մեջ նստերես 3 հոգիով ցերկը ծալած եւ ոչ եկեղեցի ունիս, ոչ բայկար ունիս, ոչ նոր հոգիներ ունիս, ինչպես պիտի լա այդ բանը։ Գիտեմ այսօր քիչ ավելի խորունգ է մեր խոսածը, այսօր աշակերտներու մասին է խոսքս, այսօր իսկապես ոչ թե այսպես երբեմն հավատքի մեջ եղող մարդուն է խոսքս, այսօր հավատացյալներուն է, անոնք որ Քրիստոսի հետևորդ են, մի քնանար կոդան մեջ Կորձ ունի սնելիք։ Եվ ես ձեզ ասեմ, անցյալ անգամ ալսին օրեն գսեմ, մեր ճշմարտության խոսքը այս ծառայությունը
շատ լուրջ ծառայության մեջ եմ, մտքի մեջ եմ, ռազմավարության մեջ ենք, ես թե ինչպես պիտի ընենք այս շատ գազմաված, գազմագերբված։ Եվ եթե կան ձեր մեջ աշակերտներ, որ գուզեք աշակերտ ըլլալ եւ աշակերտել, գապնվեցեք իմ հետ։ Ցեզի հadouk ծրագիր պիտի ընեմ բոլորով միասին, ժամանակ ուկա եւ ես ցեզ գսեմ։ Աշակերտներ ըլլալու պետք է մենք չանանք եւ շարժինք այլևս։ Քարոզ լսելով չի վերջանար։ Եկեղեցական սերդողություն ունելով չի վերջանար, բաշտամունքներու գնալով չի վերջանար։ Ամեն մեկս անհատական պարտական ենք մեր Տիրոջը։ Եվ քո եկեղեցին հետ միասին, եթե եկեղեցին չեն ընդունիր, պիտի գտնես որբեսի միապանվես մեկում հետ, որ գնաս այդ ծառայությունն ունես։ Բայց ինչպես քիչ առաջ ասի, հաշվետվությամբ, հովանավորությամբ, ինքնագոչ մարդ չկա, ինքնագոչ հավատացյալ աշակերտ չկա։ Մի խոսքով շատ խորհուրդ բաներ են, որ գրնանք այս բաները քիչ ավելի, այս խոսքերը քիչ ավելի խոսենք մեր հաջորդ անգամներուն։ Շարունակեմ, որ ժամանակ շատ չգործընծնենք։ Եվ Աստված գսե նշանավոր հրաշքներ գներ Բողոսին ցերկով, այնպես որ անոր մարմինեն տաշկինակներ եւ քոկնոցներ դանեին հիվանդներուն եւ անոնք կբժշկվեին, ու չար ոգիները գելլեին։ Դեսնակ ինչ կբադահի հրաշքներ գսկսելալ։ Հիմա չեմ ուզեր մտնալ մանրամասնությամբ, բայց մեծ հրաշքներ, երևելի հրաշքներ, ինչու աշակերտները սկսան աշխատելու։ Շատ բարձ, աշակերտները սկսան աշխատելու, հրաշքներն ալ սկսավ գալու։ Բայց սկսե աստանական հрьяաներեն մեկ քանիները, որոնք երտմենցուցիչ, ուրեմն թև հանողներ էին, հանդգնեցան Տեր Հիսուսի անունը գանչել անոնց վրա, որոնք չար ոգիներ ունեին, եւ գսեին. «Ցեզ գերտմնչենք, գհրամայենք այս Հիսուսով, որ Բողոս կքարոզե»։ Իրենց մեջը չէ Հիսուսը։ Բողոսի քարոզած Հիսուսի անունով գուզեն տևեր հանել։ Այս բանանողները սկեվա ասված հրյա քահանայաբեդիմը 7 որդիներն էին։ Չար ոգի մը, ուրեմն այս բոլորի մեջ են չար ոգի մը պատասխանեց ասավ. Հիսուսը գճանչնամ, Բողոսը գիտեմ, բայց դու գով եք։ Դու գով եք։ Տևերը լավ գիտեն ով է Հիսուսը։ Այսօր մասին խոսել էինք անցյալ անգամները։ Տևերը լավ գիտեն ով է Հիսուսը։ Տևերը լավ գիտեն ով է Հիսուսի հետևորդը Բողոսին։ Բայց դուք ոչ Հիսուսը գճանչնակ, ոչ Հիսուսը գհետևիկ, ոչ Հիսուսի հոգին ձեր մեջն է։ Դու գով եք։ Եվ նայեցեք ինչերին, այն մարդը, որուն ներսիցին էր չար ոգին, անոնց վրա ցածկելով բռնեց զանոնք եւ դաբալեց, այնպես որ դունեն մերկ եւ վիրավորված դուրս փախան։ Դուք կուզեք հոգեվոր բաներ անել, բայց դուք մեջը չեք։ Դուք հոգեվոր բաներ կուզեք խոսել, բայց դուք մեջը չեք։ Դուք Սուրբ Ոգի մասին կխոսեք, բայց Սուրբ Ոգի չունեք։ Հիսուսի մասին կխոսեք, բայց Հիսուսը չեք ապրիր։ Դուք ինչ կրնագներ եւ այդպես սիրելիներ տևերը ավելի վատ ծևով գրծան իրենց հարցագիլ, նույն բանալ մենք ուշադիր եղեք, մի խոսիկ այդ բանի մասին, որ դեղյակ չեք։ Մի խոսիկ այդ բանի մասին, որ չեք գիտեր։ Սորվեցեք, հասկացեք, փորձառությունը ապրեցեք, Սուրբ Ոգիով հասկացեք, հետո խոսեցեք։ Այս բանը Եփեսոսի մեջ բնագող բոլոր հрьяաներն ու հույները հայտնի եղավ եւ ամենուն վրա վախ ինգավ, որ Տեր Հիսուսին անունը գմեծարվեր։ Հալելույա։ Այս է կարևորը, Հիսուսի անունը մեծարվի, Հիսուսի անունը մեծարվի։ Գիտեք ինչու, աշակերտները կորձի սկսան։ Մեկ հատ գսեմ, աշակերտները շարժելու սկսան։ Հասկացան, որ իրենցմով մեծ կորձեր բիդլա։ Եվ այդպես ալ եղավ։ Հավատացյալները շատեր գուքային եւ գխոստովանեին ու գբատմեին իրենց ըրածները, գախարտության հետևորդներեն շատեր քրկերնին մեկտեղ բերելով ամենուն արչև գայրեին, անոնց կինը հաշվեցին 50,000 արծաթ տահեգան գդան։ Այսպես Տերոջ խոսքը մեծապես գաջեր եւ կզորանար։ Ինչու աշակերտները աշխատելու սկսան։ Այդ զատված աշակերտները Բողոս սորվեցուց իրենց եւ այդ աշակերտները սկսան երթալ քարոզել եւ մարդիկ սկսան խոստովանելու իրենց հետևելով եկան իրենց քիրքերը փերին գախարտական քիրքերը Բողոս չգնաց իրենց ասելով դուք գախարտական քիրք ունիք ով գնաց աշակերտները կացին մենք ամենտեղ չենք կնար երթալ դու ամենտեղ չես կնար երթալ պետք է քո միջոցով մի քանիները պատրաստես որ իրենք երթան քու չկացած դեղդ Հիսուս ինչ ասավ, քացեք ինչ որ ես ինձ ավելի կորձեր բիտնեք։ Ասել է որ ես չկացած դեղերս դուք պիտի երթաք։ Հիսուս Ֆրանսա չգավ, բայց Ֆրանսա հավատացյալներ կան։
Ինչպես եկան աշակերտներ, հավատացյալներ եկան, ավետարանը քարոզեցին Ֆրանսա եւ Ֆրանսան դարձավ քրիստոնեական մեծ վայր։ Հիմա քրիստոնյա չէ Ֆրանսա երկիրը։ Բայց գրնամ ասել հազարավոր հավատացյալներ որ սիրեն գբաշտեն գծարային դիրոջը։ Ինչպես եղավ։ Աշակերտները աշակերտերին, աշակերտները աշակերտերին, աշակերտները աշակերտերին, դու քանի աշակերտ ըրերես միջև հիմա։ Դու հավատացյալ քույր եղբայր որ դարիները եկեղեցիի մեջ ես, քանի հատ աշակերտ ըրել ես։ Քեզ մեկ քանի հոգի ելեր է որ ինք աշակերտել է ուրիշին։ Չեմ ասում վգայել ես, աշակերտել ես, նույն բանը չէ։ Գրնանք մենք փողոցը քայլել, մեգումը վգայել եւ գողքից անցնել գնա։ Այդ աշակերտություն չէ, այդ վգայություն է։ Բայց աշակերտությունը հրաման է Տիրոջ արժևից։ Վգայությունը չէ, աշակերտությունը հրաման է։ Վգայությունը մենք վգայենք նորմալ է որ գխոսենք Հիսուսի մասին, եթե Հիսուսը ունենք, բայց աշակերտությունը հրաման է։ Կացեք աշակերտեցեք, սորվեցուցեք, ասավ Հիսուս։ Աստծո խոսքը գաճեր եւ գզորանար։ Ինչու։ Ինչու։ Քանի որ աշակերտները կորց կնեին։ Հալելույա։ Համար 21 երբ այս բաները լմնցան, Բողոս միտքը դրավ, որ Մագեդոնիայեն եւ Ակիայեն բդդելով Երուսաղեմ երթա ու ասեր, հոն երթալես յետքը պետք է որ հրոմալ դեսնեմ։ Իրեն սպասավորություն ընողներեն երկուքը Դիմոթեոս եւ Երաստոսը ղրգեց Մագեդոնիա ու ինք ամեն ադեն մնաց Ասիա։ Այն ադենները շատ խորովություն եղավ դերոջը ջամփուն համար։ Քանզի Դեմետրիոս անունով արձադակորձը Արտեմիսի փոքրիկ տաճարներ գշներ, գուրկեր, արցաններ։ Մտի գրեք այս պատմությունը։ Եվ արձատեեր, որ քիչ շահ չեր բերեր վարպետներուն։ Այդտեղ ուրեմն գա աշխատող կորձադուն, որոնք Արտեմիսի բզդիկ գուրկեր գշնեին եւ գծախեին։ Ինք մեկտեղ ժողվեց նույն արհեստի բանավորները եւ ասավ. Մարտիկ դուք գիտեք թե այս կորձեն է մեր շահը։ Մեր շահը գուրք շնելեն է, դուք գիտեք։ Եվ գտեսնեք որ եւ գլսեք թե այս Բողոսը ոչ միայն եփեսացիները, հավա գրեթե բոլոր ասիացիները համոզելով մտքերին դարձուց ասելով թե ցերկով շինվածները աստվածներ չեն։ Նայեցեք, անհավատ մարդը գիտե թե Բողոս ինչ կքարոզե։ Բողոս կքարոզե ասելով գուրքերը, արցանները աստված չեն։ Պետք չունիք ձեր դունը ունենալ աստվածներ, գուրքեր, արցաններ։ Գացեք մի երտակ մի առնեք, դրա մի ծախսեք այդ գուրքերուն համար։ Այս կսեր Բողոս։ Այս մարդիկը խանգարվեցան, քանի որ իրենց շահը կգործընծնեն։ Ինչպես Հիսուսի օրով հрьяաները գվախնային, թե իրենց նաջարի դրամ տնող մարդ պիտի չլար, քանի որ բոլորը Հիսուսի հետևեն գերտային։ Միջև այսօր նույնն է։ Միջև այսօր նույնն է։ Իրենց շահի համար մարդը պատրաստ է հավիտենականությունը գործընծնե։ Եվ ոչ թե միայն ինք գործընծնե, այլ արգել կլա նաև ուրիշին, որ ինք գործընծնե։ Կրնակ Երևակայել։ Ուստի վտանգ կա, որ ոչ միայն այս մեր գողմը պիտի նախադվի, հաբա մեծ աստվածուհին Արտեմիսին դաջարնալ ոչինչ պիտի սեպվի եւ բոլոր մեծավորությունը, մեծապարությունը պիտի խապանվի, ուր բոլոր Ասիա եւ բոլոր աշխարհը գբաշտեն։ Ահավասիկ իրենց փոքր գուրքերու պատճառով ինչ կսեն հիմա, եթե մենք փամը չունենք Բողոսին չգանքնեցնենք, բոլոր Արտեմիսի տաճարը պիտի քանդվի։ Այդ մեծ Արտեմիսի տաճարը, այդ մեծ վայրը, որ բոլոր աշխարհը գբաշտեն, միջ այդ մարդ չի բաշտեր, միան մի քանի հոգին։ Բայց իրենք շահը պիտի բահեն, պետք է ցույց տան, որ այդտեղ մեծ կորձ կա։ Աստվածաբաշտություն կա իբր թե Արտեմիսը գբաշտեն։ Երբ ասիկա լսեցին, փարգությամբ լեցված կգանչրդեին եւ գսեին. մեծ է եփեսացիներու Արտեմիսը։ Եվ բոլոր քաղաքը խորովությամբ լեցվեցավ եւ հապշտակելով Գայոսը եւ Արիստակրոսը Մագեդոնացիները Բողոսին ճանապարհորդներն էին ասոնք, ամենքը մեկը թադրոն վազեցին։ Մեծ է Արտեմիսը, եփեսացիներուն Արտեմիսը, մեծ է մեր աստվածուհին, մեծ է մեր շահը, մեծ է մեր քիծածը, մեծ է մեր ունելիքը, մի խանգարեք մեզ, բռնեցին Բողոսին ընկերներուն եւ դարին ուրեմն այդ թադրոնը, որ բորան, գաչեն, ձեձեն եւ այլն։ Բողոս երբ ուզեց ժողովրդին մեջ մտնել, աշակերտները թող չդվին։
Ինչ գեղեցիկ է աշակերտները այստեղ նորեն գտեսնենք պաշտպանող Բողոսին։ Ասկի առաջ տեսանք, որ Բողոսին կարգոծեցին, աշակերտները եկան եւ վերցուցին։ Եկան եւ դարին։ Ինչ գեղեցիկ է շրջապատված լալ իրական անգերձ քո եղբայր քույրերով։ Որ քեզ պաշտպանեն, ոչ թե քեզ հարվածեն, ոչ թե քեզ հանդիմանեն, ոչ թե քեզ ինչպես ասեմ, թադաբարդեն, այլ քեզ պաշտպանեն։ Աշուշ, եթե դու պաշտպանվելի չես, եթե մեղ կրած ես, մի չի պաշտպանեն։ Իրական ընկերները ճշմարտությունը գսեն։ Իրական աշակերտները շիտակը գխոսեն, ինչպես քիչ առաջ ասի։ Աշակերտները սի մի կնա, այս քեզ համար լավ չի։ Ասիբյաններեն ոմանքալ որոնք իր բարեկամներն էին մարդ խրգելով իրեն գաղաչեին, որ չփորձե թատրոն երթալ։ Կամ ողոց կուզեր երթալ թատրոն, ասելով երթամ ասոնց ես բացատրեմ, թե Արտեմիսը բամը չէ, դաջարները բամը չեն, Աստված է կարևորը, Հիսուսն է Քրիստոսը, ինչպես Հունաստանը հրավ այդպես կուզեր անել, բայց անչափ որ լեցված են անոնք իրենց շահակրքիր ցևերով, Բողոսին ասի որ դեղդ նստի, մեծ չի գա երթաս։ Մեծ չի գա երթաս։ Ուստի մեկ կերպ եւ մյուսը ուրիշ կերպ բամը գանչրտեին, վասնզի ժողովուրդը շփոթության մեջ էր եւ շատեր չէին ալքիդեր թե ինչ բանի համար հավաքված են։ Մի խոսքով իրանցումը ելավ քաղաքի մեջ, բորալ գանչել իրանցում եւ գիտենք որ սատանան է գլուխը ամեն իրանցումի։ Մարտիկ գբորան ցույցերու գելեն, ճանապարհ գելեն, բայց չեն գիտեր ինչու։ Նայեցեք գրված չեն գիտեր ինչի համար գելեին։ Անչափ որ խառնված էին իրարու։ Բազմությանը մեջ են հարաճ բերին Ալեքսանդրոսը, որ հրյաները առաջ քշեցին։ Ալեքսանդրոս ալ ցերկը շարժելով գուզեր որ ժողովրդին պատասխաներ տալ, բայց երբ գիտցան թե անիգա հրյա է ամենքը մեկ բերան եղած երկու ժամուչապ գգանչդեին եւ գսեին մեծ է Եփեսացիներու Արտեմիսը, մեծ է Եփեսացիներու Արտեմիսը։ Սակայն Ալեքսանդր ուրեմն այդ տեղը գա Ադենաթբիրը, ուրեմն այդ թատրոնի գլուխը պատասխանատուն բազմությունը հանդարտեցնելով ըսավ։ Ով Եփեսացի մարդիկ, ով չգիտեր թե Եփեսացիներու քաղաքը մեծ Արտեմիսի ու Դիոսի ընկած գուրքին դաջարն է։ Ուրեմն քանի որ անվիճելի բամն է, պետք է հանդարտ կենալ եւ հանդգտությամբ բամը չնեք։ Դուք այդ մարդիկը հոսպերիկ, որոնք ոչ դաջարը գողոպտեր են, ոչ ալ ծեր Աստվածուհին հայոյանք ըրեր են։ Ուստի եթե Դիմետրիոս եւ իրեն հետ եղած վարպետները մեգումը հետ բամը ունին, թադի օրեր կան եւ փոխանորդ փշեղը գա, թող անոր արչեւ անպաստանություն ունեն, եթե ուրիշ բաներու համար ծեր բահանջը օրինավոր ժողովի մեջ թող որոշվի։ Գսե ժողովուրդ մի խանգարվիկ իրարու։ Դուք կհավատաք որ Արտեմիսը մեծ է։ Այս մարդիկը Բողոս եւ իր ընկերները թեր դաջարը քանթելու չեն եկած։ Բարձրապես ճշմարտությունը գսեն ցեզի։ Հիմա եթե չեք հավնիր, խնդիրներ ունիք, եթե շահի խնդրեմ է, փողի դրամի խնդրեմ է, օրինավոր օրեր կան։ Գարկ ու կանոն կա։ Եկեք այդ օրը ծեր թադը տեսեք ծեր այս մարդկանց հետ։ Եվ գիտեք որ շատ կարևոր է հռոմայացիները, երբ որ եկան հռոմայացիներու գայստրությունը, շատ կարևոր օրենքներ դրին, որ միջև այսօր Եվրոպայի մեջ այդ օրենքները կա։ Թադաստանը, թադավարությունը, փողոքը, փաստապան ունենալը, այս բոլորը սիրելիներ հռոմայացիներու գայստրության օրենքներն են որ եկան։ Եվ ահավասիկ ինչ կսե, օրենքի մարդ եղեք, բորալ գանչելով չլար, գարկ ու կանոն, Բողոսը նույնիսկ մեզ գսե հռոմայացիներուն մեջ, որ հարկեցեք օրենքները, թադավորները, ծեր բեդության օրենքները, նույնիսկ այն ժամանակ եթե որ ծեր բեդության օրենքները հագարակ են ցեզ, բայց դուք հարկեցեք, Աստված մեզ սորվեցուց գայսրինը դալ գայսրին, քանի որ երբ որ գայսրինը գայսրին կուտաս արդարցեվով Աստված գիտե քեզ ազատելը, քեզ բրգելը։ Եվ այս բոլորը հոս կպատահի, գիտեք, ինչը սա Աստված քիչ առաջ Բողոսին ասավ, հոգմիներ, խոսի, գնա, ես քեզ կպաշտպանեմ, մեկը քեզ արկել չի կրնարլալ։ Նայեցեք այստեղ ինչ դժվարություններ է գանցնի, բայց հանդարտ է Բողոսը, գուզե խոսիլ, գուզե ասել, չի խանգարված։ Աստված չի արկիլեր մեզ գանկնելու, մենք ենք երբեմն արկիլողը, ոչ մեկը չի արկիլեր մեզ դիրոջ խոսքը փոխանցելու, մենք ենք որ դժբախտաբար կփոխանցենք։ Վասնզի մենք ալ այսօրվան եղածին համար իբրև խորովահույս մարդիկ անպաստանվելու վտանգի մեջ ենք։ Քանզի միջոցը չկա,
որով կարող ըլլանք այս խառնափող բազմությանը համար պատասխան տալ եւ այսպես ասելով ժողովուրդը արձակեց։ Նայեցեք, օրենք կար այդտեղ, քիչ առաջ նորեն հռոմեական օրենք, որ ժողովուրդը իրավունք չուներ հավաքվելու եւ փողոք բարձրացնելու այսպես փողոցները, ոչ ալ թատրոններու մեջ, ոչ ալ հրաբարակներու վրա։ Եվ որ այդպես լար հռոմացի զինվորը գուքային զինվորները գուքային բոլորին կսպաննեին։ Իրավունք չկար։ Եթե փողոք կա, պիտի երթաս փողոքի վայրը օրենքով։ Անոմար այստեղ պատասխանատուն ինչ կսե։ Կսե որ մի խառնեք իրարու։ Այս ծեր ըրածը իրավունք չունիք։ Հիմա պիտի կան մեզի այստեղին պիտի հանեն։ Մեզի մենք որում պատասխան պիտի տանք, ինչ պատասխան պիտի տանք։ Օրենք կա, գարկ ու կանոն կա։ Մի անեք այդ բաները։ Կհասկանաք սիրելիներ։ Կտեսնենք այստեղ հոգևորը եւ պետական օրենքները երկուքն ալ կարևոր են մեզի։ Շատ մահավատացյալներ կան երբեմն գսեն ինչ պետություն, ինչ օրենք, հեչ կարևոր չէ ես եւ Աստված։ Ոչ։ Նայեցեք իսլամները գուքան Եվրոպա եւ գուզեն իրենց իսլամական օրենքները բերել Եվրոպայի մեջ։ Այդպես բան չկա։ Քու իսլամական օրենքը քու գդարես քո իսլամական հավաքույթներու ընթացքին, բայց ոչ պետական օրենքի մեջ։ Մենք երբեմն քրիստոնյաներս, մենք հայերս մանավանդ, գուզենք մեր օրենքները ընել ամենտեղ, մեր ցևերով։ Ոչ։ Ամերիկան ունի իր օրենքը, Ֆրանսան ունի իր ղարքաբահությունը, Հայաստան ունի իր ղարքաբահությունը, Լիբանան ունի իր ղարքաբահությունը, եթե մենք այդ երկրին մեջնենք, պիտի հարգենք։ Պիտի հարգենք այդ երկրին օրենքը։ Եվ մենք կանչված ենք քիտնալու օրենքները։ Ֆրանսիայի մեջ մի նախատեսություն կա, գսե ոչ մեկը իրավունք չունի օրենքը չքիտնալ։ Եթե սխալ բան մգնես, օրինակ, գուքան քեզ գսեն, բայց այսպես էր օրենքը, դու իրավունք չունես ասելու, հա, չէի գիտեր։ Ավելի վատ կլա քեզ համար։ Ասել է որ մենք կանչված ենք սիրելիներ, իբր հավատացյալներ, նաև մեր երկրին օրենքները լավ քիտնալու։ Ուր որ գաբրինք։ Ուր որ գաբրինք։ Ինչու այս կսեմ, քանի որ շատ հավատացյալներ մեր մեջ Հիսուսի հետևորդներ անչափ հավատացյալ են իբր թե որ գարձեք թե իրենք ոչ մեկ օրենքի մեջ չունին, իրենք Աստծո օրենքով գկալեն։ Ոչ։ Եթե դու այս երկրին մեջն ես, դու այս երկրի օրենքին պիտի հնազանդես։ Պիտի քիտնաս ինչ օրենքը, պիտի անես արդարը։ Խաբեություն չկա։ Գողքեն այսպես խարտախություն ունել չկա։ Խաբկանք չկա։ Անորմալ այստեղ մեզ գսորվեցնե Բողոս Արաքյալը այս ինչ որ կբադա իրեն, որ կարգ ու կանոն կա ամեն ինչ։ Ղուգասը գործ առաքելոցը մեզի կներկայացնե պատմական անգույնեն, մշակութային անգույնեն, հոգևոր անգույնեն, քարտեզի անգույնեն, քարտեզներով ամեն ինչ մեզ կներկայացնի կարող հավատացյալը լալը հավասարակշռություն է, հոգևորը, մարդկայինը, մշակութայինը, գիտնական կետնի վրա։ Այս բոլորը սիրելիներ մենք կանչված ենք սորվելու, մենք դքետ պետք չէ լանք։ Մենք պետք չէ լանք դքետ մեր օրենքները քիտնալու, քաղաքական օրենքները քիտնալու, ինչ կբադայի մեր երկրի մեջ։ Մենք մեկ կողմ քաշվածներ չենք։ Մենք երկրի մեջ, մենք աշխարհի մեջ ենք։ Քրիստոսի օրենքով, Քրիստոսի մտքով, բայց աշխարհի մեջ ենք։ Եվ մենք չենք կնարսել, հեչ կարևոր չէ մեզի երկրի օրենքը, ոչ, շատ ալ կարևոր է մեզի։ Իրավունք չունենք խարտախություն ունելու։ Այս բոլորը մեզ կսորվեցնե այսօրվա մեր ընթերցումը։ Փառք մեր Տիրոջը, որ Քրիստոսով հաղթություն ունենք ամեն բանի մեջ։ Դերը իմաստությունն է մեր, գրված է առաջին Կորինթացիների մեջ։ Դերը եղավ մեզ իմաստություն, սրբություն, այո, ապրելու համար այս աշխարհի մեջ, օրենքով, ճշմարտությամբ, ավետարանը քարոզելով, աշակերտներ ընելով, աշակերտներ լալով եւ Տիրոջ թույլ տալով, որ մեզ կործածե, որ շատերը փրկվին։ Այսօր այս կանը սիրելիներ, գվերակտնենք իրար այս գարջ երկեն հետո, ամենագարող դերը ձեր հետ լագաղոթենք քիչ հետո իրար համար, եկեք այս երկը լսենք եւ վերաթարնանք իրար։
Հալելույա, այո, միայն այդ անունը գա Հիսուս անունը, այո, Հիսուսն է Քրիստոսը, Հիսուսն է փրկիչը, Հիսուսն է Տերը, Հիսուսն է լույսը, Հիսուսն է թուրը, Հիսուսն է նպատակը, Հիսուսն է ալֆան եւ օմեգան, սկիզբն ու վերջը, Հիսուսով է ամեն ինչ իր համար, իր մեջ, իր մով, այո, փառք Տիրոջը։ Օրհնյալ ես ամենագալ Աստված այս օրվա համար, որ դվիր մեզ Սուրբ Հոգիով առաջնորդ է ամեն մեկս, որպես իսկապես աշակերտները լանքես բադիվ բերելու, քո օրհնությունները ապրելու, քո բադիվները տեսնելու, քո մեծությունը հասկանալու, ինգազները օրհնե, դգարները օրհնե, արտնացուր այդ ժողովուրդը, որ քո անունը կգրե, որպեսզի ինքը արթունը լա քո խոսքիդ մեջ ապրելու խոսքդ փոխանցելու դեր։ Սուրբ Հոգիով ներշնչի ամեն մեկս եւ փառավորվիր դեր։ Հալելույա։ Հիվանդները գբերեն քեզ, ինգազները, դգարները, ցերքդ երգնցուր եւ զորացուր եւ ոտքի հանե։ Դու փառավորվիր ամեն բանի մեջ, կսիրենք եւ կպատվենք քեզ։ Հիսուս Քրիստոսյան նորտնյալ ես։ Հալելույա։ Ամեն, ամեն եւ ամեն, սիրելի քույր եղբայրներ, մենք անշուշտ, եթե դերը գամի, կալչորեք շաբթի շարունակենք մեր ընթացքը, Աստված ձեզ արադաբես օրհնելով, օրհնե, շնորհակալ եմ մասնակցեցաք այս ուղիեթերին, դարածեցեք որ չափ կրնակ, որովհետեւ շատեր փրկվին, մի քանի վարգաններեն այս սերդողությունը պիտի լա YouTube-ի վրա, Facebook-ի վրա, միան սերդողությունը, ոչ թե ամբողջ ուղիեթերը, ուրեմն կրնակ այս բոլորը դարածել ձեր սիրելիներուն, դերը օրհնե ձեզ, մինչ նոր հանդիպում, ցտեսություն։